Բարև ձեզ, կպատմեք ձեր ստեղծագործական ուղին եւ ոնց հայտնվեցիք այս ոդկասթով։ Դե սա եկել եմ նվերին տանեմ։ Նվերը ուղղակի շատ էր պանտոգրաֆ ուզում, իսկ ես մյուս ոդկասթում ունեմ դրա համար։ Ինչ բանա պանտոգրաֆը, նա ինչ կարամ անել։ Գիտեմ։ Ապա գիտես ինչ փորձի, գիտես ինչ նայ։ Հոպ։ Հələ բանա, նայ, մի քիչ առաջարի։ Հոպ։ Սպասի դե կայֆ բանամ ստար, նայ։ Նորմալ նստի, մի քիչ առաջ նստի, հա։ Հիմա մի հատ ոնց որ այսպես հետ գցվի, ոնց հետը իրան քաշի։ Այսի բարամ Սահակյանի կայֆերից է։ Կայֆ զգացվում կա։ Լավ, մերսի որ նորից մեզ միացել եք, այսօր մեր մոտ շատ հետաքրքիր հաղորդում էր։ Սեթոին նվերը առաջարկեց որպես հյուր։ Սեթոին նվեր արեց նվերը։ Նվերը միշտ է նվերանում։ Սեթ մի րոպե էլի։ Հա, խոսացինք թատրոնից, կինոյից, Պարսկաստանից, պանտոգրաֆներից, ու իհարկե AI-ից։ Ապա չեմ թողել սա։ Всё, չեմ նստել, որտեղ էսի արքայական տեղ է, էսի յուրերի տեղն է։ Հետո ուզում ես մի հատ առանձին առանձրեք նստի խաղա։ Լավ, в общем, ես այսօր վրազ եմ մի քիչ արագ ինտրո գրենք, ոչ թե որպես միշտ։ Մերսի որ նայում եք, մի մոռացեք կնոպկեք սխմեք, այդ շատ կարևոր է, որ մեր դիտումները հելնեն։ Դուք ձեզնից շատերը նայում են ու չեն բաժանորդագրվեք, որովհետև մեր մոտ պատվիճկները արդեն չեն աճում Սերգեյ Դանելյանի ժամանակներից ու այդ մեզ տխրեցնում է։ Հարցը ինչ է, որ մենք դառնանք այս ինչ մեծ ոդկաստ։ Եթե մենք չենք տենում ինչ որ արձագանք նոր մարդկանց, մեզ թվում է որ մենք արդեն անիմաստ ենք ինչ-որ բանում։ Մի քիչ շատ կոմենտներ գրեք, մեր հետ շփվեք, մենք իմանանք вообще ինչ է, ոնց է, դրանց բաներ։ Ապա կներես, ինչ ես ցույց տալի, խլինք, հա։ Հա, αλλά երկու ժամ ինչ որ բան է ցույց տալի, ապա չեմ ջոգում։ Սենց է անում, բայց պանտոգրաֆը սենց է ցույց տալի։ Ինչ ծրա, ջոգում ինքը սենց ձերն է։ Հետո սենց եմ անում, յոգով սենց է։ Ասում կայք մատս մցնել քիծը դեմ ինքը կմոսնի թե չէ։ Ապա սենց ասեմ, եթե մատդ մցնեիր, լավ։ Այս պատճառով ես նվերը երբեք պանտոգրաֆ չենք ունենալու այս ոդկասթում։ Всё, давай գնացինք նայելու։ Իր պրոյեկտն է, պրոդյուսերն էլ է ինքը։ Առաջարկեց միասին բան ենք անում, էլի եփում ենք, հետո ինքը գրում է, ես ավելի նենց եմ անում, որ միզանսցենիկ, հիմա ես ավելի տեսնում եմ փոխհարաբերություններն եմ սրում։ Այդպես։ Իսկ բանն այդ 5 պիեսերից, որ հիմա գնում է, տարբեր դրամատուրգներ են գրել պիեսաները, вообще ոնց աշխատում։ 3 տարբեր դրամ։ Ունենք էլ այդքան տարբեր դրամատուրգներ, որոնք հենց թատրոնի համար աշխատում։ Դրամատուրգներ, գիտեք, մենք մեր երկրի լիքը բաների նման ամեն ինչից մի քիչ ունենք։ Սինոնիմակ սերիալ գրել առանձին մասնագիտություն է, դրամատուրգիան առանձին, բայց արդեն երբ տեսնում ես քո դրամատուրգները 1960-ի լեզվով են գրում, հետևաբար արդեն սերիալի գրողին բերում ես, որպես մի քիչ ավելի ժիվոյ դառնա, ռուսերեն բառ։ Ժիվոյ։ Ես ոնց էր բանը, ես կրթությամբ սցենարիստ եմ կինոյի, ու մի երկու անգամ եմ փորձել պիես գրեմ, բայց այն որ շատ կորած եմ ինձ զգում, էլի լրիվ ուրիշ մոտեցումներ են պետք ու գործողությունը մի կադր է ստեղծում, այդ մի կադրը պլյուս բանն է պետք, էլի կրթությունը ուրիշ պետք, դու պետքա պիեսեր կարդացած լինես շատ, ոչ թե սցենարներ, էլի ռեմարկները ընդհանրապես ուրիշ է, դեկոպաժ չկա, դրանք կարևոր է, ասենք օրինակ մեկ ես լինում է որ տենց կլասիկ դասական դրամատուրգիա գրող չի լինում, օրինակ գրում է ժպտում է, ասենք ցավոքանում։ Կինոյի ռեմարկա։ Ու չես ուզում որ ժպտար։ Շարքից ոնց է երևալ, չէ, ոնց է երևալու որ ժպտում։ Այդ կարևոր չէ, էլի ժպտումը թե չի ժպտում, հա։ Լսի, օրինակ այդտեղ օրինակ այդ հատվածը հենց ժպտում է։ Դու ոնց ես նենց անում, որ 14-րդ շարքից ես տենամ, որ ինքը ժպտաց էլի։ Ռեմարկով է արդեն դա։ Չէ, ավելի ձայնային արդեն պետք է նենց անես որ խնդում է արդեն ոչ թե խնդում է այն էներգետիկայով է խոսում որ ժպտալու էներգետիկան օրինակ ես վերջի մնան որ նայում էի Տոման ու Վաչը հերու տեղ էի Տոմս տվել քեզ չէ բաններ չէ չնայած շատ լավ տեղեր է դի հենց կակրաս ես սիրում եմ հենց մեջտեղները էլի լինի մեջտեղի աչը ամֆիթատրոնի 6-րդ ու 7-րդ շարքի դեպի աչ ես գնում դրա շատ լավ տեղեր է դի հա բանը ու տեղից վատ լսվեց որ իրանք պետքա համբուրվեին ոբշեմ
բաշխվեցինք այդ բանը բառը այդ էր էլի ոբշեն բաշխվեցինք ծափերի ներքո ոնց որ կիսատ լսվեց օրինակ էդի խնդիր է թե չէ խնդիրը բայց բան խնդիրը տեսեք ես միշտ ասում եմ մանավանդ կոմեդիան երբ ներկայացում է այսինքն դու ստենդափ չի որ միկրոֆոն ունենաս ու չի նաև ակումբային ֆորմատի բան այսինքն դու եթե այնտեղ դիալոգների մեջ ինչ որ պաուզաներ կա եւ ստոպներ կա դա կարող է զարգացմանը կամ ռիթմին կամ այդ պինգ-պոնգին որ պետք է պատահի դրան խանգարի հետեւաբար մի 10-15 ներկայացում պետք է որ դու արդեն ռեակցիաները մոտավորապես կռահես հանդիսատեսի ինչա որպես դրա վրա դուրս չգաս դե մենք էլ որ ստենդափում այդ քասած պինգ-պոնգը ինքը մեր մոտ կա դաժե տենց ընդհանուր կոնսենսուս կա որ բայն օրինակ դու ունես sense կատակ, որը հենց խնդալու պա եկավ, punchline-ը եկավ։ Ծիծաղը գնաց, sense հենց սկսում է իջնել, այդ բային դու պետքա մյուս punchline-ը գցես, եթե ունես, էլի դու պետքա աշխատես հենց ու այդ ինքը ավելի շատ զգալու վրա է, ոչ թե դու տենց կարաս մաթեմատիկական հաշվես։ Դու սկսես շրջային զգալ, երբ պետքա խոսալ, երբ չէ։ Շատ խաղաց դրան։ Հա, ու խոսքի կան ինչ որ ունիկալ երևույթներ, օրինակ բանը մենք ինքը ռուսերեն է Զորոբեր ելույթն անում Գարիկ Օգանեսյան, ինքը խասյատ ունի որ ինքը շարունակում է խոսալ ծիծաղի մեջ։ Ինչը մեծ մասով սխալ է համարվում, բայց ինքը այնքան է այդ արել, որ ինքը դառել է արդեն իր ֆիշկեն, բայց շատ sense տարօրինակ է։ Ես նկատել եմ, որ ինքը sense համ դանդաղում է, համ նվազացնում է ձայնի այդ բանը։ Ինքը sense անընդհատ խոսում է, տենց 50-ականների մի հատ շատ տենց լեգենդար կոմիկ կար, Մորտսալ, որը տենց ինքը առաջին քաղաքական կոմիկներից էր, ինքը նույն ձև էր անում, ինքը ասենց անընդհատ խոսում էր, որտեղ ինքը վախում էր լռությունից։ Ոչ կոմիկը չպետք է վախենա լռությունից, էլի պետք է դու կանաս բան այդ լարվածությունը պայես բայց ինքը վախում էր դրա համար ինքը ասենց անընդհատ խոսում էր ու բան էր անում էլի իր աստիճան էր դառը ոնց ես չէ չէ ոչմ բան էր տենց թեմա եղավ Արոն կոմեդի այդ ստենդափի ռազագրավին դուրս եմ եկել բեմ էլի Ստանիսլավսկի տենց ասում եմ գնամ ու ծափ են տալի էլի գնաս ասում եմ ինչ գնամ հաստատ գնամ Եթե ուզում եք գնամ ծափ տվեք, ծափ են տալի չեմ գնում, էլի տես ձգում եմ, անիմաց ձգեցի, վերջում նոր տես։ Հա, տես նոր։ Ինչ խնդալու է որ դեմդ միկրոֆոնն է, բայց դու մեկը դավես թափում որ։ Հա, ապա շատ սովորություն։ Մեծ այլ է, ման մի հատ սիրած կոմիկներից մեկը բաներ էր, մի հատ ինչ կատակ ուներ, որտեղ ինքս էս հերոսով է խոսում, ասում նայեք, ես էս չարեցի, որտեղ ես դες հարգում եմ։ Սետ, բայց բան բլոկադայի մասին մի երկու բառ խոսանք, էլի բլոկադան նայեցի ու տենց շշմած եմ էլի ճիշտն ասած չնայած նրան որ տենց խանգարող բաներ կար կողքից հենց բանի հա համերգեր կինո Մոսկվայի կողքը տենց այդ օրը չնայած տենց չէր լսվում շատ բայց երեխեքը ասացին որ բեմի վրա ահավոր լսվում էր տենց շատ էր խանգարում ու բանը բլոկադայի մեջ ինձ հետաքրքիր է կա տենց կատակներ հումորներ որ չես օգտագործել որ դու քեզ չկոդրես էլի սենց ասած չէ ինչ եկել է օգտագործել ասա այո Տեսեք բլոկադայի գաղափարը տենց абսուրդ լիքը մարդու абսուրդ է թվում, բայց բլոկադայի գաղափարը ապրել են գետի կոնկրետ։ Չէ, ուրիշ բան եմ ուզում ասեմ, այդ ներկայացման իրականացման գաղափարը եղել է Մենչինը, Արմեն Պետրոսյան, որոնք լիքը մարդիկ զարմանում են ինչու, ինչ կապ ունի Մենչը բլոկադայի հետ։ Մի գեղեցիկ գարնանային առավոտ, հերթական օրերից էր, երբ Մենչը ժամանել էր Երևան, առավոտը շուտ զանգեցին, գնանք Նախաճաշի ու այդ ճամփին շատ հետաքրքիր բաներ ասում, այդ ժամանակ բոլորը էր նկարվում։ Առավոտները ինչ որ անընդհատ երբ տաքսի էր պատվիրում, վարորդները արցախցիներ էին լինում։ Հա։ Ասաց ապեր ունենց լքված եմ զգում իրանց ու ասաց քել մի ներկայացում անենք։ Ասեն ինձ լավ բան ես ասում, որովհետև ես արդեն չեմ, արդեն սպառված է այս շուկան, այս դավաճանություն բնույթ ունեցող կոմեդիաներից չակերտյալ, չասեմ իրարից գողացող, շուտ կեկից ու գողացող պերսոնաժներից, ու մի անգամից համաձայնվեցին երևի մի օրվա մեջ գաղափարը միասին սիտուացիան, որովհետև կարևոր էր, որ Արցախցու մասին ինչը պետք է անենք։ Եթե հասկացանք, մի քանի սցենարիստի անուն քննարկեցինք, կանգ առանք Մաղաքյանանի վրա, որը սերիալ է գրում, հաջողած սերիալներ է գրել։ Ու պատիվ Անին շատ խեղճը լավ իմաստով եմ ասում, խեղճը 13 դրաֆտ է տվել ինձ, որտեղ ես էլ մասնագիտությամբ դրամատուրգ եմ ու ստրուկտուրան տալիս էր, հետո դու ժամանակագրություն պետք է ցույց տաս, ռեալիզմ պետք է կարողանաս ապահովես 100% կատեգորիկ ռեալիզմ
մի խոսքով տենց եղավ այդ ամեն ինչը, կատակները եկել է, անին գրել է մի շարքը, բայց սովորաբար նույնիսկ եթե կոմեդիա է լինում, նույնիսկ եթե Վարդան Արմենի պես վարպետն է գրում, ես միշտ թողնում եմ դերասաններին իմպրովիզացիա, որովհետև այն հումորը, որ գալիս է հենց դերասանի կամ կերպարի մեջից, դա ավելի օրգանիկ է լինում։ Մանավանդ հատենց դերասանների, լավ ընթզարեցին։ Հետո ինքը ներկայացումը մի քիչ շատ անկառավարելի միջավայր է, կինոյի հետ համեմատած։ Եթե դերասանը մի քիչ գոնե ազատություն չունենա, կարող է շատ ավելի վատ տեղ հագնել, ինքը ուղղակի ասես պատին հագնի, բան չասի։ Շատ հաճախ լինում է բաներ, որ ես որպես ռեժիսոր էլ համաձայն չեմ լինում։ Բայց չի կարելի դերասանի թևերը կտրել, դերասանի կամ դերասանուհու։ Պետք է իրան մտցնել այդ աշխարհը, ռեժիսորներ կան, որ միլիմետրով գծում են, էլի, որ այստեղից կգաս այստեղ, այս բարձրությամբ, այս վոլյումի տակ խոսած կնայես այս անկյունն եւ այլն, ես դրանցից չեմ։ Բայց այդ շատ ժամանակ են քո ասած 15 ներկայացում բեմադրած ռեժիսորներն են, տենց ավելի շատ մտածում էլի։ Երկու էլ կա, երկուսը։ Ես հետաքրքիր է, ես որ բան շկոլաների տարբերությունները հա, Սանասկի թատրոնում եմ խաղում, որ սովորում եմ այնտեղ։ Ու ասել եմ արդեն համասարան թատրոն։ Հա, դաժե Մոսկվա գնացել ենք թատրոնական փառատոն ենք։ Դու խաղում։ Հա, բայց ինչն էր հարցը, որ հենց այդ եմ ասում էլի, սկզբից ռեժիսորը բան էր անում, sense տիպը արի պատկերացնենք իրար այդ կերպարը, ինքը ինչ մանկություն ունեցել, sense բան էլի, sense փորձում էր մեջ ցաներ։ Ու այդ ոչ մի ձև ինչ չէր օգնում, որովհետև ես չէի կարողանում այդ հասկանալ այդ ոնց պետք է աշխատի։ Բայց արդեն սցենարիստ էիր, թե չէ, ժամանակ լրագրություն էի սովորում, նայում էի կինոներ, բայց դա չէր մտածում որ շարունակել եմ տենց։ Ու ընդ մի հատ էլ տղա կար, որ խաղում էր, ու ինքը բան երկրորդ սերնդի ռեժիսոր է, բան տենց, ու ինքը սկսեց ինձ ուղակի այտենց ասել նայ, ստես ձեռդ այ սենց արա, էս սենց արա, ու միանգամից այդ ժեստերը, ճիշտ ժեստերը իմ մոտ ճիշտ էմոցիա սկսեցին առաջացնել, то есть հակառակ կողմից եկա, ոչ թե այս էմոցիայի ժեստերը, այլ մոտեցում կա, ներսից դուրս գնալ կամ դուրսից ներս մտնել։ Ես մտածում եմ, որ այդ նրանից որ ես լավ դերասան չեմ, իցոնե, ու դրա համար ինձ տենց է պետք, որ ինձ ինչ որ օգնություն լինի, բայց երևի լավ դերասանը կարա էմոցիան ճիշտ բան։ Լավի ու վատի խնդիր չի դպրոցի մոտեցման ու շկոլաների, տեսեք, կրթություն ունեցող դերասանին օրինակ եթե տենց բան ասեին, կչափալախ էր։ Բայց մարդիկ կան, ովքեր ունեն դերասանական մեծ ունակություններ իմ կարծիքով, բայց չունեն այդ դպրոցը։ Այ դրանց պետք է այդպես բերել։ Այդ իմ հետս։ Ապեր դու այնքան բան ունես, խաբար չես։ Լսի բանն է, Գուգոն իմ վարպետը Գուգոն Սարգսյան, մի անգամ Գուգոն վարպետ է այսպես։ Շատ վարպետ է, Ֆրունզիկն է երկրորդ։ Լուրջ եմ ասում էլի, կատակը մի կողմ, իմ համար տենց մեծություն է այդ ոլորտի։ Ու սենց կերպարեր, որ պետքա ինքը մի խոսքով չբացատրեմ երկար, պետքա թափարց տամ ընկնեմ։ Ու տենց անում եմ դուրը չի գալի ու չէր ասում ոնց անեմ էդի, որ ճիշտ լինի, վերջում որ իրոք չկարողացա, չի ստացվում ճիշտ ընկնելը, ցույց տվեց ու դրանից հետո ես գիտեմ ճիշտ ընկնելու վարպետությունը, էլի ասենք ինչ-որ մի հատ ձև կա, որ էդի անում ես, всё, պրավալի ձև չկա, էլի, էդի ժամանակ ունենար վստահ եմ չէր անի Գուգոն։ Հա Եթե ժամանակ ունենար կամ դու հետո փոքրիկ թատերախում երեխեքի հետ ասենք էտա։ Որովհետև սովորաբար բոլոր դպրոցներում էլ ասում են երբեք պետք չի ռեժիսորը դերասան կամ բան, ոնց actor trainer-ը պետք չի ցույց տա։ Որովհետև դա լինում է լավագույն դեպքում լինում է մի բան, կապիկություն։ Ես էլ միշտ այդ դպրոցի բան եմ, բայց կա պահ, որ արդեն դահլիճին փողը տվել ես, տենում ես, չես ասնում եւ այլն։ Հա, կա տենց բան։ Լինում է մի խոսքով։ Իսկ որտե՞ղ ես սովորել։ Ես սովորել եմ, թե ես սկզբից այստեղ մտել եմ թատերական ինստիտուտ, մի տարի սովորել եմ Հրաչյա Գասպարյանի կուրսում, հետո ինչ-որ խնդիրներ եղան։ Անձնական վերադարձա Պարսկաստան, սովորեցի Պարսկաստանում։ Դրամ թատրոնի ռեժիսուրա, հետո մաստերզես դրամատուրգիա։ Նոպե կներես, իսկ որ ստեղ էիր ընդունվել այդ դոկումենտներով, այդ փաստաթղթերով, ոնց շարունակեցիր ինձ։ Շարունակեցի 7 տարի հետո սկսեցի սովորել։ Հա, ընդեղի արդեն։ Բայց կարող էի անեի, չարեցի։ Հա, որովհետև իմ մեջ միշտ էդի հարց է մնացել, էլի, ես որ եկա ուզում եի ընդունվեի թատերական ինստիտուտ, չընդունեցին թղթաբանական հարցերով, հետո դե այտենց ծանոթություններ, նոր ծանոթություններ, բան, ինձ ասեցին ձև կար, պրոստը նոր իշխանություն, բան, լիքը բան է փոխվել, իտոգում իմացա, որ ասենք մի 7-8 տարի առաջ հաստատ ձև եղել է, էլի, մարդիկ մտել սովորել են, կրթություն են ստացել։ Առհասարակ շատ տարբեր դպրոցներ էին։ Հա
Այսինքն ավելի լավ որ ոչ մի բան չգնացի այնտեղ, այսինքն 0-ից սկսեցի, որտեղ դեռ ուրիշ մոտեցում էր։ Հա։ Իսկ ուրիշ թե ինչ որ դեպի լավ վատ կարաս համատես, թե ուղղակի լրիվ ուրիշ մոտեցում։ Իսկ քանի որ չավարտեցի, այստեղ չեմ կարող ասել։ Բայց այնտեղ շատ basic է։ Օրինակ, եթե դու դիցաբանությունը սովորում ես, օրինակ 2 տարի դիցաբանություն ես սովորում, որ թատրոնի պատմության հետ զուգահեռ։ Այդ երկուսը քեզ բացատրում են ինչի համար է այդպես։ Իսկ այստեղ գիտեք ոնց էր դասախոսների մոտ այն ժամանակվա 2000-ականների սկզբի մասին եմ խոսում, հույսով եմ այդպես չի։ Մի մոտեցում կար այ անգրագետներ դուք ինչու չեք կարդացել այդ բանը այդ բաները տանեմ բա եկել ենք ինստիտուտ որ կարդանք եթե կարդացած լինենք ձեր հետ ինչ գործ ունենք իսկ օրինակ ես այդ բանին այնտեղ երբեք չեմ հանդիպել այս օրինակ որ Մոսկվայում սովորում եմ մենք ընդ վարպետներ ունենք ու ամենացավոտն էր որ իրանք sense անունով ռեժիսորներ են էլի լեգենդար կինոներ հանած ռեժիսորներ որ դու գալիս ես ու հասկանում ես որ իրենք հիմա երեխեքի վրա ինքնահաստատվում երեխեքի համար այդ բարձր է երեխեքի վրա այդ բարձրացած ընդ ավելի մեծ մարդիկ են սովորում կուրսեր էին 2 տարի ու բան է ես ընդ ամենաերիտասարդներից 20 տարեկան էի մարդիկ կան 40 տարեկանում են գալի բայց ինքնահաստատվում էին էլի նույնպես մարդը բերել է ինչ որ սցենար որ նկարի էտյուդ մեկ է սկսում է էլի բան բա օրինակ էս խի էս նենց բան նկարում են եկել բան սովորաբար գիտես շատ լավ ստեղծագործող մարդիկ լավ ուսուցիչներ չեն լինում հա ճիշտ ֆուտբոլիստների ու տրեյներների նման այսինքն Մարադոնայի նման լեգենդա Արգենտինայի պատմության ամենավատ ինձ թվում է գիտես ոչ թե հակասող ինչ որ բան կա դրա մեջ ուղղակի կատարողի ու սովորեցնելու չէ սովորացնելու ունակությունը շատ ինքը քիչ է հանդիպում ու կան իհարկե մեծ վարպետներ որոնք նաև լավ սովորացնող են բայց իրանք շատ հազվադեպ են ու այդ իսկ թվում է շատ տեղ են նույնն էլ գիտության մեջ է որ այտենց ամեն գիտնական չի որ կարա լավ դաս տա ու հա օրինակ բանը Լուսահոգի Լալան Մնացականյան պատիվ ունեցել մի քանի անգամ հետա առնչվելու այդ թեմայով ու ես կարամ հիմա հստակ ասեմ որ ինքը իմ համար լավ ուսուցիչ չէր ինքը եթե նստեմ ես լսեմ ինքը ինչա խոսում ես բաներ քաղեմ իր ասածներից շատ լավ է բայց որ ինքը սովորացնի ինձ կոնկրետ ինչ որ դաս տա ու ես տենց վերցնեմ այդ դասը սխալ կլիներ էլի լսի իսկ դու մի մոմենտ ասացիր դավաճանություն կոմեդիաները այդ ինչ նկատի ունես որ դավաճանում են պերսոնաժները էլի լիքը չացած մարդ կա տեսեք օրինակ հիմա ներկա դրությամբ եթե չեմ սխալվում 6-ից 7 կոմերցիոն կոմեդիա կա դրանցից մեկն էլ իմն է որ բոլոր պերսոնաժները դավաճանում են իրենց զույգերին բոլորը կին տղամարդ պառավ ծեր երեխա փուչուր մեծ ու ես կարծում եմ դա հոգեբանական կողմ ունի ինքան ենք քեզ 7-8 տարվա մեջ լսել ես դավաճանություն բառը նորմալիզացնում ենք ոնց լսի հա տենց բան ենթագիտակցաբար գնում ենք դեպի դա ու դա հասկանալի է եվրոպական կլասիկ կոմեդիաները սովորաբար եղել են սիրուհի, սիրած եւ այլն պահելու վրա սա հայտնվում է չգիտեմ ամենակլասիկ տարբերակ որ հիմա քաղաքում է շատ կա չգիտեմ սիրածը տանն է ամուսինը հայտնվում է ինքը մտնում է զուգարան մտնում է այդ քանի հատ այդպես հազարավոր դաժե կինոներ կա բայց որ մի անգամից մի հատ ալիքա գալիս լիքը մարդ պետականից մինչև կոմերցիոն մտածում է որ տենց պետք է նայել ես վերջերս Google-ից ներկայացում է էլի ոնց էր անունը սերը վերջին հարկում հա էլ լրիվ նույնն է ինքը կոմերցիա է լրիվ կոմերցիա է կարծեմ ticket system-ի պատվերն է իմը տարօրինակ է թատրոնի մասին լսել կոմերցիոն ներկայացում որովհետև դե մտնում է կոմերցիա բան է էլի հակասող բան կա որովհետև թատրոնը տեղից էլ մի քիչ նիշ է էլի ինքը տենց շատ լայնատարած արվեստ չի վсё էլի գիտես ես մեկ ոնց եմ մի հատ էլ իր մեջ կոմերցիոն ոչ կոմերցիոն որպես բան եմ տերմինոլոգիա եմ օգտագործում գիտես ոնց եմ տարբերակում որտեղ ես չեմ հասկանում ինչի այսքան պետական ներկայացում կա այս երկրում եթե բոհեմ թատրոնում է այդ տեղի ունենում հարգանքները սենց չի էլի տենց ինչ որ բան կա դեմ ուղղակի բոհեմ թատրոնի ներկայացումները չի կարա բեմադրվի բանում էլի Ստանիսլավսկիում ինչ որ տենց բան կա մեջս կարա հաստատ կարա բայց արդեն ինքը ես ունեմ փորձ ես կինկոդը սկսել եմ Բոհեմից հետո խաղացել եմ Ստանիսլավսկիում որպես վարձակալություն բայց ուրիշ չէր այնտեղ Ինչը բեմը զգացողությունները լրիվ ուրիշ չի իհարկե ուրիշ էր բայց ես իմ առաջին ներկայացում Բոհեմում եմ բեմադրել Հոթել Կալիֆոռնիա բեմի հնարավորությունները մի քիչ ուրիշ ձև է ես անկեղծ ես ասեմ այ Բոհեմ թատրոնը բոլոր առումներով դիզայն ա եղած հենց Նարեկ Դուրյանի Նարեկ Օհանիչի ներկայացումների համար ու դա շատ ճիշտ Օհանիչը շատ պրոֆեսիոնալ ձևով դա օգտագործում է հիմա ոնց Յոժնա Սերգեյ Դանիելյան իր թատրոնն է անում էլի իրան հարմար ասենք նույն ձև ու շատ լավ է անում Օհանիչը ինչ անում Օհանիչը շատ լավ է
Այդ շատ հավես է, որ ավելի տենց բան էլի, տենց casual թատրոններ կան, ինչ որ բան կտուրի վրա թատրոն, բանցած։ Այդ շատ լավ առողջարար բան է ինձ թվում է, որտեվ այդ որ ինքը անպայման այս շենքը պետք է լինի ստեղ sense classic վիճակով, ինքը մի քիչ սահմանափակում է, էլի։ Ոչ դա քիչ միտք եմ անորը լսել, որ այս AI ձեռը հեսա թատրոնի բան է, վերածնունդ է սկսելու, որովհետև մենք ինչ որ բան էլ չեն կարողանա կինոյին վստահենք, ակնհայտորեն մենակ ես չեմ, մարդկանց մեծամասնությանը դուր չի գալի, երբ որ AI-ը շատ է մտնում արվեստի մեջ, երբ որ կինոն արդեն AI-ով սարքած է, բայց քանի որ ինքը զարգանալու է, ինչ որ բան մենք չենք կարողանալու տարբերենք, մեզ պետք է լինելու 100%-անոց վերիֆիկացիա, որ քոդեմը մարդ է կենթանի, ու այդ մենակ թատրոնը կարա տա, կինոն չի կարա։ Ես կլինեմ դրա համար, որովհետև ավելի շատ փող կաշխատի, բայց ստեղ ես մի հատ բան եմ, այս բաներ կա, չէ՞, հիմա մուզիկաներ կան, ինչ որ AI-ով։ Ցանկացած մարդուց վերջերս Ամերիկայում էի, դաժե այնտեղի ժողովուրդ ավելի տեխնոլոգիայի հետ կան, էլի։ Ասենք մի քանի վերսիա կա այս Ռաբիզ երաժշտությունից, որ ջազ են վերածել, եւ այլն, ես առաջի անգամ էի լսում հալալ այդ մարդկանց որ արել են այդ գործը, իհարկե, որտեղ հետաքրքիր էր։ Բայց մի հատ մարդկային բանի էներգիայի պակաս է զգում մեջը։ Ու դա ես որպես մասնագետ կամ այս ոլորտի մարդ չի, այսինքն ցանկացած, ինչ ասեմ, իմ ընկերը որ օրինակ բրոքեր է, իմ ընկերը նույնիսկ տենց էր ասում, ախպերսի չի լինում, էլի երկրորդ րոպեից չի լինում դա։ Էմոցիա չի տալիս, էմոցիան չկա, էներգիան չկա, շատ ճիշտ է ամեն ինչը։ Մենք այտենց չի որ ամեն ինչը երբ շատ ճիշտ է հետաքրքիր է, երբ որ մի քիչ թարսա լավ է։ Անդե մի քանի խնդիր կա։ Մեկը օրինակ կախված է հենց մեր ռեգիոնի հետ։ Օրինակ ամերիկական մշակույթը տարիներով ստեղծում էր տենց ինչ-որ տենց կոչված oriental երաժշտությունը։ Երբ որ դու տենում ես օրինակ Պարսկաստանում ինչ-որ տեսարան, որը միշտ անապատում է, որտեղ Պարսկաստանում իրաց պատել է որ ուրիշ տեղ չկա, բացի անապատից, դա սաղ կլիմաները կան, էլի նենց։ Ամերիկացի կետն ցույց տալիս։ Այդ այն ցույց տալի անպայման ու երաժշտությունն է միացնում, այնտեղ դուդու կա, որը Պարսկաստանի հետ ոобще համարակապ չունի, ինչ որ արաբական բաներ մտնում, որոնք բանա, ինքնից սաղ խցկել են իր հետ, ինքը վատ երաժշտություն չի, բայց ինքը սխալ է։ Ինքը սխալ է ներկայացնում այդ տարածաշրջանը։ Ու այնքան շատ է ինքը, որ AI-ը անխուսափելի իրանից է վերցնում։ Ու շատ բաներ AI-ը ֆիզիկապես չի կարա ճիշտ ներկայացնի, որտեղ ինքը եղածի վրա է անում։ Հետո երկրորդը, որ Էդո հետ էի խոսում այն օրը, հենց այդ շաբաթօրը հայ ֆիլմում խոսում էի, ինքը ասում է, ես ոնց որ ինքը իր մեջ շում է մտնում, ինքը որ դու ինչ որ բան ես ստեղծում իրանով։ Երբ որ ինքը մի քանի դարոշ կա, իր մեջ խնդիրներ են, ասում է ես մեկից մեկ կարամ ջոգեմ, էլի, ինչ որ մարդիկ կան, որ չեն կարա հասկանան, ասենք թե ինչ որ տաքսիներում լսում ես, մեկը դնում են playlist-ը։ Ոսի բարեկամության մետրոյի հետ տակը սաղ կրուգավոյ ֆորմես անընդհատ նույն բան մյուզիկն է միացրած, սաղ AI-ա ու չգիտեն իրանք էլի դրան մասին։ Բայց խոսքի երաժշտները մեկից մեկ ջոգում են ու շատ անգամ նույնիսկ այն ինչ որ անում է այդ Սունոն ինքը այնքան հեշտ է երաժշտական պրոդյուսերի համար, էլի, իր համար աբսուրդ է, որ դրա համար մարդիկ խոսքի Սունն են վերցնում, դա կարելի է 2 վայրկյանում մեկ էլ Վարամ Սահակյանը Վարամ Սահակյանը շատ եմ սիրում, բայց քո կարծիքը ի՞նչ է։ Վարամի Սահակյան, Վարամի հետ ես շատ մոտիկ ընկերներ եմ։ Հա, ես էլ եմ։ Չէ, բայց կատակը մի կողմ էլի, հարգանք դրես Վարամի Սահակյան, բայց այդ AI-ը էլի, հա, ինչ ես կարծում, էլի։ Դու օրինակ չես օգտագործում քո ներկայացումների մեջ AI։ Որպես ինչ։ Որպես գործիք։ Չէ, ինչ ասենք, օրինակ պրոմոյի մեջ օգտագործում։ Ուրա։ Պրոմոյի մեջ եղել է, ասենք, օրինակ աֆիշայի մեջ եղել է։ Հա, դե տենց չէ, որ ամբողջ ներկայացումը տանես AI-ով, էլի, տենց։ Չէ, դες բան չէ։ Ասենք էկրան լինի հետևը, տենց AI-ով հավաքած բան։ Չէ, բայց եղել է տենց առաջարկ, ես կարծում եմ, որ Վարամ Սահակյանից։ Վարամը Սահակյան Վարամը անկրկնել է երևի։ Չէ, հաստատ 100%։ 100%։ Այս վերջերս վերջերս ասելու մի 2 տարի առաջ որ մասին եմ խոսում։ Մենք մի հատ կիսատ պրոյեկտ էլ ունենք իրար հետ։ Օ։ Չեղավ, որովհետև հեղափոխություն եղավ։ Հեղափոխությունը լիքը բաներ։ Շնդալի է։ Շատ լիքը բաները կիսատ թողեց, ընդ որում իմ եւ Վարամ Սահակյանի։ Շնդալուն այնա, որ 2 տարի առաջ չի եղել, էլի Չէ, հեղափոխություն։ Չէ, նկատի ունեմ 2 տարի առաջ խոսեցինք վերջին անգամ ուրիշ հարցով։ Վարամը աշխարհի ամենա հայ լավ արեք sense ասեմ։ Ինքը պրոդուկտիվ է շատ։ Աշխարհի ամենալավ հայ հրապարակախոսն է։ Ախպեր, իր Telegram ալիքը կարդացել ես։ Ինքը Telegram ալիք ունի։ Ինքը Telegram ալիք ունի, որի մասին ինքը մոռացել է։ Ասում եմ, պարոն Սահակյան, Telegram ալիքը հիշում ես, ասում եմ, չէ, այդ ինչ է։ Ու նայում եմ, հա, ճիշտ է, ես եմ գրել։ Այնպես բաներ ունի գրած, թե կարող խոսքի հիմա կարդան դատվի, ասենք, բայց այդպես
Շատ լավ։ Չէ, ինքը իր այդ խոսալուց իմ մոտ գիտես ինչներ, տենց երկու հոգի է, տենց վերջերս որ ես տենց գիտեմ, ու տարօրինակ է, ու ինչ մարդիկ են, էլի մեկը Վարամ Սահակյանն է, մեկը Վնասն է, որ իրանց հետ խոսալուց իրանք այնքան սուր ուղեղ ունեն, այնքան արագ են մտածում։ Հա, բայց որ ապարոտը հա։ ես իրանց հետ խոսալուց պետքա այսպես սախ ջանքերս լարեմ անընդհատ, որովհետև слишком արագ են իրանք մտածում։ Տարբեր տեղերից։ Հա, բայց ինքը քեզ հասկանում է։ Ուղղակի ուղեղի սրության ինչ որ բան է, էլի, որ իրանք միանգամից դու ինչ որ երկես բառ ասում ես, իրանք արդեն հասկացան դու ինչ ես ասում, Ու արդեն զանձրալի է դաժե երկար լսելը քեզ, որտեվ ինքը քեզ բռնել է, արդեն պատասխանա քեզ տվել ու այդ բանը։ Իրանց դժվար։ Հա, Վարամը շատ վերջն է։ Հեսա Դրա համար վերջերս երկրորդ րոպեներ գոռաց վրես։ Կատի վերջերս բանն է, Վարամ Սահակյանի հետ մեծ թեման է դուրս եկել, կակրաս ընդ շատ լավ երևում է, որ ստենդափ կոմիկները հազիվ են հասնում իր հումորի հետևից, որտեվ Եթե չեք մորթում եղել են։ Ժիգոսյոմկին, դրեք գոնե YouTube-ում նայեք, շատ խնդալի է։ Բանա, այդ 5-հատ ներկայացումը հիմա որոնք են։ Դու տես կոմեջ տեղարկեցի, պրոստը ես չեմ տեսել։ Պետրոսյանի մոնո ներկայացումն է տարան, հա։ Զարա Սահակյանի մոնո ներկայացումն, որ մի հես վերջերս ավելի քիչ են խաղում, բայց Կինկոտներ, հա։ կինկոտ էլ չեմ խաղում։ Հա, էլ չխաղում կինկոտ։ Զարանցանքն է, նո մեյքափը վերականգնում եմ, բլոկադան եւ մնան։ Մնան ինչ շանսեր կա, որ կգնա դեպի բլոկադայի ճանապարհով, էլի, տենց։ Ինչ իմաստով կգնա։ LA, USA, ինչ որ։ Կա։ Հա։ Ես քեզ ասում ավելի հեշտ է։ Մարդիկ տխուր բան չեն սիրում լսել, չեն սիրում նայել։ Լսի, բայց լեփլեցուն զալ էր, խոս տենց ասեմ։ Այո։ Լեփլեցուն զալ էր, որովհետեւ Չէ, բանը մնա ինչ եմ ասում, բլոկադային։ լեփլեցուն, Հա, բայց հա։ մնան, նայեք, մնան էլ ես փորձել եմ մնան էլ այնպեսի կոմեդիա լինի, որը չկա։ Չեմ ասում ոչ մեկ չի կարողանի, հիմա չկա շուկայում։ Այսինքն ես զորով, որ շուտկաներով, որ սեքսի հումորներով եւ այլն, չեմ ասում չկա ընդհանրապես, բայց փորձել եմ այդպես չնի, մի քիչ ինտելեկտուալ հումորներն եմ փորձել շատացնել, շնորհիվ Արմենի, բայց բանը էլի դահլիճի ծիծաղի ձայնից զգում ես, որ քիչ տոկոսով մարդիկ են դա անցալում, փորձել եմ միքսել մի հատ ռիսկի եմ գնացել, որ դա երևի մի 5-6 ներկայացում հետո իրեն ցույց կտա, շատ տարբեր շկոլաներից են դերասանները, շատ տարբեր են, ու դրանց թիմ սարքելը հետաքրքիր է, ընտենց հիշում եմ ժամանակին Ռեալ Մադրիդը մի հատ թիմ ուներ, որ Զիդաններ, Բեքհամներ, չգիտեմ, այդ դաժե ես եմ հիշում, բոլորը կային, բայց չէր ստացվում, երբեք չեմպիոն չէին դառնում, դե բոլորը տարբեր բաներ էին, բայց ես կարծում եմ մնան ճանապարհ ունի, ռեժիսորական առումով էլ եմ մի քանի բան այնտեղ փոխել, կփոխեմ այսինքն, հա, որտեղ նայեք մոնոն մի հատ բան, ասում եմ մոնոն, մնան ունի մի շատ յուրահատուկ բան, որը նոր մի 2 դասախոս ունեմ, այտենց շատ պրոֆեսիոնալ համաշխարհային մակարդակի, նույնիսկ իրենց հետ էի զրուցում, մնան երևի այն յուրովի ներկայացումն է, որ գլխավոր կերպարը, որը պետք է գիծը պահի պատմության, ինքը չի կարող գիծը պահի, եթե մնացածը խաղացնում են իրեն։ Դա տենց Ավետը հետ ինչ էր անում, բան, Ավետը պերսոնաժը ու Ավետը չէր գլխավորը Վաչն է, բացատրելու համար ասում, խեղճ Վաչն այն որ բան էր, ասում էր այդ ցավը տանեմ ես եմ գլխավորը, բայց ես չեմ գիծ պահող, ասում եմ հա կապ ունի, կողքին ինչ կան քո հետ ինչ դավկով խաղային։ Այնց էդ էի ուզում ասել, որ Ավետը վրոդի նայում ես գլխավոր չի, բայց այնց գլխավոր է, որ հա, լսի Ավետ ավելի խնդացնելու իմաստով է գլխավոր, բայց այն նագրուսկեն որ պիտի ինչքան ռուսերեն բան։ Դասի մնան ներկայացնելու օգոստոսի 26-ին։ Ես վրոդի կարամ գամ։ Թույն դզեց։ Հա։ Հա, արժի հաստատ նայել, մանավանդ երկրորդը արդեն լիքը բաներ փոփոխված։ Դու գաս ես մի հատ նայես, դարձի նայել ես, չէ՞։ Հա, կայֆ։ Դե թատրոնը միշտ էլ արժի մի քանի անգամ նայել, ինքը բան։ Ես սիրում եմ այդ 3-րդը, 4-րդը, հա։ Որտեվ ոչ մեկը նույն ձև չի։ Լսի, դե միշտ առաջինը լավ անցնում։ Ուզես թե չուզես առաջինը լավ անցնում, որտեվ առաջինն է, չես արել։ Առաջինը էներգետիկ իմաստով է լավ անցնում, բայց մինչև մանավանդ կոմեդիան նույն բանը չի ասի դրամայի մասին։ Կոմեդիան մանավանդ մի 5-ից 10 ներկայացում պետք է իրան բան անել։ Տեմպը որ աշխատի, հա, հասկանում։ Ռեգլաժ անելու համար պետք է հաստատ։ Բանը չես անում, տրաֆիկ բան։ Ռաֆոյի դու էիր անում դրանք, չէ՞։ Դու չես արել։ Հա։ Ռաֆոն իմ ամեն օրվա ընկերն է, Ռաֆոն չէ, Ռաֆոն ինքը Արմենը պրոստը գրում է, հիմա արդեն միացել եմ Արմենին, այսինքն տրաֆիկն է գրել Արմենը, եթե չեմ սխալվում էվոլյուցիայից արդեն Գևը Սահակյան եւ Դա ռևոլյուցիա էր գրվում ինչ-որ։
էվոլյուցիա։ Էվոլյուցիա։ Գևը եւ Գարիկ Գևորգյան միացան, հիմա արդեն Թելմանն ավելացել, մի խոսքով իմ ամենօրվա ընկերն է Ռաֆոն, բայց չէ, տրաֆիկը ես չեմ։ Մենչի վերջը։ Չէ, ես չեմ։ Դա էլ չկաս։ Չէ։ Okay։ Բայց բանն է հետաքրքիր էլի։ Ես կանաց հետ եմ միայն արել։ Այ այդ էր հետաքրքիր, եմ սենց անուններ տալի, որ գիտեմ ընկերներդ են, որ բանը մոտիկ ընկերների ներկայացումների մեջ խիչ չկաս։ Խիչը կա։ Նայեք, նախ ոչ միայն մոտիկ ընկերների, այլ նաև շատ մոտիկ մարդկանց, օրինակ Հրանտ Արամիչը, Տուխատյանը Քավորն։ Միշտ ինձ անց հարցնում են ինչի ինքը ոչ մի ներկայացման մեջ չի, որովհետև տեսեք նախ ես Արամիչին Քավոր չեմ արել, որովհետեւ ինքը ինձ բրդի առաջ կամ ես ինչ որ մի ձև ինձ գցեմ այդտեղ, երկու մի հատ շատ արտասովոր բան կա, դու քո ներքին հարգանքը կամ քո ներքին փոխհարաբերությունը շատ դժվար է գործի ժամանակ այդ էմոցիաները տիրապետել շատ։ Անձնական դաշտ որ չմտնի համար։ Ժողովուրդ, այտենց չի որ մարդիկ ովքեր իմ հետ խաղում են իմ ընկերները չեն, բայց ստացվել է այնպես որ Ռաֆոն օրինակ կամերային թատրոնի դերասան, նախ Ռաֆոնի մոտ խաղացել է կամ Հոթել Կալիֆոռնիայում, այսինքն իմ երկրորդ ներկայացումը Երևանում երբ արեցի 2018-ին, Ռաֆոն էր, Լուիզն էր, Անդոն էր, Տոման էր, Արենն էր, Սաֆարյան Իրանահայ։ Հետո տեսեք նենց ստացվեց որ Ռաֆոյի զբաղվածությունը շատացավ, Ռաֆոն հենց կոպիտ ասած իր մոնոները այնքան թիվը շատացավ, որ զորով հասցնում էր կամերային թատրոնի գործողություն մի պահ հիմա էլ է այտենց։ Այսինքն Ռաֆոն, բայց պատիվ Ռաֆոյին, Ռաֆոն մի հատ շատ խելացի բան է անում, բարևներս Ռաֆո քեզ, Ռաֆոն ինքը իրան միշտ ֆորմայի մեջ է պահում կամերային թատրոնում խաղալով։ Ոմանց նման չի մտածում, որ եթե ես արդեն դահլիճներ եմ լցնում եւ այլն, ինչ պետական թատրոնում չի մոռանում իր արմատները։ Այդ կարևոր է, հա, իրոք կարևոր է։ Որտեվ կամերային թատրոնն էլ այն եզակի թատրոններից է քաղաքի, որ միշտ դու միշտ ներկայացում, միշտ լեփլեցուն է, ակտիվ ներկայացումներ են, մարմնային, մտային, ներվային իմաստով դերասան անընդհատ բանը պատրաստ է մնում։ Ռաֆոյի թեման այդպես է եղել, որ մենք չենք աշխատել, թե չէ, այտենց չի, օրինակ նույնիսկ բաների սցենարների ժամանակ եւ այլն եղել է, որովհետեւ նույն օֆիսում ենք իրար հետ եւ այլն։ Լինում ասենք մեկ-մեկ նստում եմ կամ մեկ-մեկ այտենց իրար հետ brainstorming-ներ արվում, այնքան ամեն օրվա ընկեր ենք, որ դաժե կարող է ավտոյի մեջ որ գնում ենք մի կետից մյուս կետ, այդտեղ ինչ որ խոսակցություն գնա, բայց չէ, ես Ռաֆոյի հետ բան չեմ, Ռաֆոյին էլ ոչ թե վատ դերասան է, շատ լավ դերասան է, բայց Ռաֆոյին չէ, հա, հասկանալի է, բա ոնց, հա չկա։ Լսի բանը հիշեցի։ Իսկ նույն դերասանների հետ միշտ աշխատելը դա ռեժիսորի համար էլ լավ չի, այսինքն նույնը որ դերասանի համար լավ չի, հենց այդ բանը ռեժիսորը չի էլի։ Հիմա դաժե այս մնայի մեջ շատ խառն են դերասանները։ Հա, ես օրինակ Մագան Հարությունյան, ինքը այտենց հայտնի է, բանում էլ կիմանան, կներես Մագ ջան, TikTok ասացի։ Instagram-ում կիմանան։ Հումորի լիգայից կիմանան, չգիտեմ, խառը տեղերից կիմանան իրան, բայց բեմից չեն իմանա, էլի։ Հիմա ինքը բեմ է եկել։ Ունես չի վատ դրսևորեց իրան, հետաքրքիր Սուրան օրինակ ամուսին է իրան հիշում են դալալ, հա։ Բայց տենց լավ էր խաղաց։ Ու իրանց հետ վաճ են երիցան, որ տենց աս դերասան է, էլի տենց։ Նենց խառնում ես իրար միքս ես անում, ու տենց ստացվում է։ Բանա դժվար չի, երբ որ դու ինչ որ դերասան ես գտե, որը իդեալական քո ուզածը արել է, հետո իրանից հրաժարվես ու ինչ որ ուրիշ մարդ։ Չես հրաժարվում, այդ պատմության մեջ իրան չես տեսնում, ու ուրիշ պատմության մեջ ես տեսնում։ Որտեվ չէ, ես լրիվ համաձայն եմ, որ նույն դերասանների հետ աշխատելը այդ լիքը պատճառով է վատ, համել բնակավարի համար է վատ, էլի, որտեվ նոր մարդիկ չեն հայտնվի բեմում, բացահայտումներ չեն լինելու, հետո ինձ թվում է ինձ զարմացնում է որ ռեժիսորները ես ավելի շատ կինոյի մասն եմ ասում որ թատրոնից կոնկուրս չեմ բայց որ այդ ամբիցիան չունեն որ ես մի հատ մարդ բերեմ որին հələ ոչ մեկ չի տեսել կինոից ենք խոսում Հայաստանի կինոն թայֆականություն լրիվ բարիս բուն իմաստով հավերժ այսինքն հիմա եկեք կանոններ չտան բայց ես կարծում եմ բոլորը կիմանան ում մասին եմ խոսում այսինքն չի կարելի 2003 թվականի մաչոին 2025 թվականին նորից մաչո նկարել Հովանես Աջան Որոգայթի Չէ Հա այդ խոսում եմ ավելի էսթետիզմ Հետո վանում օրինակ Հոլիվուդում կայֆ բան կա այդ վանում հենց Adnard Gollywood-ի մեջ բանը ով էր Ալպաչինոն էր խաղում պրոդյուսերն ընդ ինքն բանին Դիկապրիոն պատմա դրա մասին որ տիպը տենց տրյուկ ունեն
որ ինչ որ Սանտարի հերոս, որ ասենք թե 90-ականների մարտաֆիլմերի հերոս է, որ ինքը տենց միշտ գլխավոր դերում է։ բերում են մի հատ։ Ինչ որ տարի հետո թազա մարդ են բերում, սրան սարքում են չարագործ, ու ինքը պետքա սրան հաղթի, որ ոնց որ դու զգաս համվտանգ զգաս, որտեվ էսի այն 90-ականների մարտաֆիլմ։ Ու հետաքրքիր է, որ այդ նույն «Однажды в Голливуде» մի քանի սցենա հետո Բրեդ Պիտը Բրյուս Լի հետ ակրվում էլի, որպես այդ տրյուկի ոնց որ մարմնավորում։ Ուրստացի լավ էր։ Ներողություն ես հանել եմ, որովհետև ես անուններից վատ եմ։ Օրինակ Սորենտինոն ունի մի դերասան։ Սա անունը դու գտնեմ։ Այն որ The Great Beauty-ի մեջ խաղում է։ Անդրանիկ Հարությունյան։ Անդոնելա։ Բանանամ էլի կողքից ուշեմ։ Ինտրիգա ես մտցում։ Ռոֆոից հետո անդույց հասկացա ես։ Էս անենց բաներ պատմեմ։ Ինտրուգներա մի արա։ Ֆիլմոգրաֆի։ Մի խոսքով կասեմ, այն Սորենտինոյի կինոում կա մի հատ դերասան, որ միշտ Սորենտինոն իր հետ է խաղում, բայց այդ մարդը արդարացված է։ Այսինքն այդ մարդը միշտ չի խաղում, օրինակ Քաչալբիձա խաղում է, չգիտեմ, բայց այստեղ եթե մի հատ ռեժիսոր երթվում է մի հատ դերասանի վրա, մանավանդ կինոում գնաց։ Հա, չէ, ես չեմ ասում, էլի նորից կան տենց լեգենդար ինչ որ տենց բան էլի համագործակցություն, խոսքի Ֆելինին ու Ջուլիետա Մազինին չի կարա, չես կարա պատկերացնես, որ իրանք իրար հետ մի օր չհանդիպեին ու տենց կինոներ չանեին, բայց ընդհանուր սաստավը ինքը պետք է էլի հետո այդ քո ռեժիսորի ամբիցիան չկա դրա մեջ, որ ես վերցնեմ թեկուզ ինչ որ տենց քանդակ ստեղծեմ, էլի ես կարից։ Կարող է ինձ կոմերցիան է խանգարում։ Ինձ վերջերս մի հոգի դեկտեմբերին վերջերս շատ մոտիկ մարդ ինձ ասաց, որ դու վիճում էինք մասնագիտական, ոնց ասեմ, պրոցեսի ժամանակ էր։ Ես այդ խեղճ մարդուն վիրավորեցի իրականում։ Կարծում եմ այդ վիրավորանքից ելնելով պատասխանեց, որովհետև ինքը այդ մարդը չի, որ այդպես բանը մտածում իմ մասին, բայց ասես դու լավ ռեժիսոր չես, դու ուղղակի Շուստրի սպյուրքա ես։ Ինձ էլ են տենց վիրավորել։ Ասեց այդ Շուստրի սպյուրքա ես, հավաքում ես լավ դերասաններին միասին, թե չէ պետք է քարից դերասան ստանալ, ես համաձայն չեմ այդ մտքի հետ, քարից դերասան չի կարելի ստանալ։ Այդ մեկ, չկա այդպես բան։ Երկու, կան դերասան ռեժիսոր փոխհարաբերություններ, որոնք մաստերը չի բռնում։ Ասենք օրինակ ես խնդիրներ որ տալիս եմ շատ արտասովոր է, այսինքն ցենց արտասովոր բաներ եմ ասում, որից մեջ հարսանիքա որն է ցավտանը։ Հա, օրինակ տես բան եմ ասել։ Գիտես, իրոք պատմություն է։ Այդ տեսակ բաներ այն ժամանակներ որ նոր է եկել ավելի տենց պարսկերեն լեզվամտածողություն կար, մի քիչ տենց դարձված։ Զետում էիր ասել։ Հանգուցել Դեղտրիկյանին։ Հա, Դեղտրիկյանին ասել է բանը։ Հարությունյան Լյովին ասի խլինք եղի կպի պատմում։ Մարդիկ կան այդ ֆանտազիան չունեն, իսկ մարդիկ կան, որ դաժե դրա վրա մի հատ էլ Դավիթ են ապրել։ Այսօր ռուսերենի երեկոն է, իմ լիքը ռուսերեն։ Դավիթ։ Մի խոսքով։ Լսի բանը, այդ երեկոն Շանթում Զարայի հետ որ նոր սկսել էր սյոմկեքը բան, այդ իմ պերսոնաժն էինք ինչ որ ձևի ուզում մտցնենք մեջը, հատուկ թղթակից բան։ Ու տենց է, ես էլ ուրախ ասում, ջան, դզեց բան։ Ինչ որ բաներ եմ ուզում առաջարկեմ, ասում եմ բանին Ոբշեմ ասեցի կարելի է սենց բան մտածել, որ ես հարցազրույց եմ վերցնում հյուրի մամայից կամ պապայից կամ հարազատ մարդուց, սենց ինչ-որ բան մտցնենք մեջը, փորձեցինք առաջինը գնաց, օքեյ, երկրորդը արեցինք, երրորդը, չորրորդ, նո, ոբշեմ ինչ-որ հասել ենք կետի, որ պետքա բանը լինի, Ռաֆոն պետքա լինի, ու Սեթն ասում է, չէ, Ռաֆոյի հետ պետք չի, ասում եմ խի, ասում է կջղայնանա, ասում եմ լավ էլի Սեթ, նու տիպը լավ խնդալու բան ալնում էլի, կարամ զանգեմ, ինչ-որ ձևերով գտնեմ գյուղը գնամ իրանց բան, տենց չթողեց միջև վերջ անեմ ապետի բանը, մեկ էլ էլի բան կար Ռաֆոյի հետ։ Հա, պետք է վախացնեի, դուրս գայի բան վախացնեի, էդ էլ չթողեց։ Որ Լևոն Հարությունյանի հետ արեցիր։ Հա, խիչ թողեցիր։ Ապեր չափն անցնում է իր արդեն դրա համար։ Դե գիտեմ։ Հա, իր հետ սպատահում է, ես գիտեմ։ Էսի այդ տեղն է որ պետք է ասեմ հիմա։ Սեթոն զանգել է, ասում է բանը հայ սուպերստարի Ռազագրևը կարաս անես, ես էլ դզեց, ասում եմ ոնց չեմ կարա Սեթո ջան, եկա հեսա։ Գնում եմ
բարձանում եմ բեմ, ասում եմ խնդաց եք հələ։ Տիպը ստենդափը տիպ Ընդհանրապես ուրիշ մասա է։ շատ ուրիշ 60-անց կանայք բան սենց ասում խնդացեք, ծամոն ունեք, ծամոն եմ ուզում վերցնում բան, ինչ որ ձևի խնդստում եմ, ասում եմ իմացեք, Հովհաննես Դավթյանի ստենդափը այստեղ նկարվում է, ձեզ խնդստում են այսենց, հետո կտրտում դնում են արանքները։ Սենց ապուշացել էի։ Հա, բայց դե ժամանակ անցնում, որ հիմա գիտակցում եմ, բլին, հա, կարայի տենց չանեի, մի քիչ ուրիշ պատխոտ տայի, մի քիչ համընդեղ ուտվողներ համստեղ։ Բայց այդ կերպարը շատ հետաքրքիր էր, ասենք ճշտով հետաքրքիր էր, ինձ դզում էր շատ։ Այն օրինակ մեկ կտոր կար լյովի հետ ստացվել են, որ ուզում են ամուսնանում, ինչ տենց մի հատ ինչ-որ հա, բանն էր, ասում եմ տոպիկներ հետաքրքիր, այն մի հատ գիժ կար օպերայում ապարում էր ինքը իր հա, կան տենց պերսոնաժներ։ Ապեր բան եմ արել Ռաֆոյի ու Անդոյի այդ բանը էլի ոնց որ իրանք իրար հետ էին, չէ, դուետ էին բան, հետո բաժանվեցին, դե պետքա Ռաֆոն լիներ հյուրը, զանգել եմ Ջոնի Բրջոնիին, այդ մի հատ պերսոնաժը, ով Անդոյի հետ լայվ է մտել ժամանակին, ես խառնել էի, գիտեի Ռաֆոյի հետ է լայվ մտել, զանգել եմ, պայմանավորվել եմ, եկել է, նկարում ենք, մեկ էլ ասում եմ, բան, ասում է, բայց ես Անդոյի հետ եմ լայվ մտել, ոչ թե Ռաֆոյի հետ, ասես մտածում եմ, բայ քո արա, դե լավ, արի նկարի ինձ դրա մասին։ Չէ, չեմ հիշում։ Դե որ ասացել էի, հա, ճիշտ է, չեմ ասել, հա։ Հա, ես ինձնով ուզում էի բստրեի, sense բաներ էի բստրում, մեկ լավ էր, մեկ վատ։ Ընդհանուր առմամբ պետա։ Բանը, մենք գովազդատու ունեինք մի հատ, որ գարեջուրներ, Գյումրի։ Հիմա պետք չի իրան նորից գովազդանել։ Չէ, հա, точно, մենք նենց բաներ ենք գովազդել։ Դիլիջան գարեջուրն է։ Դու ունդ պրոդյուսեր էիր։ Երեկոն շամթումը պրոդյուսերն էի եւ գեղարվեստական տենց ռեժիսորը, բանում պրոդյուսեր էի այս սուպերստարում, բայց հասկացա որ TV-ն իմը չի շատ սենց ցիվիլ ձևի դուրս եկա։ Այդ երկու պրոյեկտներ մենակ Common TV-ում։ Հա։ Բայց մի անգամից հայ սուպերստար դուզ։ Հա։ Ու որերորդներ 6-րդներ։ Իսկ բան պրոդյուսերը դու էլի տենց 18 թվերին ես սկսել որպես լինել, թե չէ, պրոդյուսեր գիտես ոնց ա եղել, ստացվել է այնպես որ ես Թեհրանում հենց սկսել եմ գործողություն, այսինքն իմ գործունեությունը, հենց եղել որ ինքս եմ դրել այդ բիզնես մոդելն էլ եմ ինքս գծել, իսկ ստեղ էլ որ եկա երբեք չեմ փորձել մտնել պետական ինչ որ տեղ, չեմ փորձել կախված լինել ինչ որ օրգանից կամ ինչ որ մարդկանցից, տենց չի որ շատ հարուստ մարդ եմ, մոտո եմ քշում, բայց ավելի լավ է ինքդ քո ծախսերը ինքդ քո բան անես, ոչ մեկից կախված չլինես, որտեղ ես դե եթե կարաս իհարկե, հա։ Ես երկրում շատ բան է, էլի ասենք, 6 ամսվա մեջ մեկ էլ կարող է առյուծների փոխարեն ինձ քննացնել։ Հետևաբար հա, ես այդ թեման բան է, ինձ նենց է զարմացնում, որ մարդիկ միջև հիմա չան սովորել, որ ցանկացած կառավարության հետ ոնց որ անկողին մտնելը որպես ստեղծագործող մարդ միշտ վատ է վերջանում։ Մանավանդ որ արտիստը միշտ ըմբոստ տեսա, այսինքն նույնիսկ իշխանամետ արտիստներն են ինչ որ միտեղ եթե իսկապես արտիստ են ֆազերը գցում է։ Այսինքն նայեք հենց այս հեղափոխության մեջ էլ եթե խորանում ես լիքը մարդ նախկին իշխանությունից տներ էր վերցրել ծրի, չգիտեմ իրանց համերգներին կամ նախընտրական բաներին երգել էր կամ վարել էր, բայց ոնց որ մեջ ընդդեմ մի հատ կուտակված բան կար, որ հենց տեսան որ ահա Ալիք արդեն ուրիշ տեղ է, բոլորը մշակույթի նախարարության դեմ սկսեցին։ Դες իսկ այդ բստանալու մասին, գարաս ինձ հետաքրքիր է, որ դու քո ներկայացման համ պրոդյուսերն ես, համ ռեժիսորն ես, կոնֆլիկտի մեջ չի մտնում։ Շատ ինքը վերջերս մենչի հետ էի խոսում, մենչ ասում էր լսի, դու մի բան չես ճոգում։ Ասում էր դու շատ լավ ռեժիսոր ես, բայց պրոդյուսերի համար լավ ռեժիսոր չես։ Որովհետև ծախսդ շատ է։ Չնայած այս բլոկադան նենց պրոյեկտ էր, որ մենք քո-պրոդյուսերներ էինք, նաև Սոֆան Ղուլյան։ Մեզ իհարկե շատ մեծ աջակցություն ցուցաբերեց Ամերիկայում գործունեություն ծավալող Աննա Կարա ընկերությունը, որ ընդհանրապես պետք չուներ գովազդի համար, դա որտեղ մեծ թվի մասին եմ խոսում, էլի։ Հենց Ամերիկայում է դի անցկացնելու համար, թե առհասարակ։ Ուղղակի ուզեցին օգնեն, հա։ Հա, օգնել, որտեղ չէր լինի։ Լսի, բայց իրան կտեղից իրանց օգուտը որն է։ Ոչ մի բան։ Ոչ մի բան։ Զերո։ Եվ մի հատ այնց հովանավոր չլներ։ Նա ախորպեսին մի հատ այնց հովանավոր, հա։ Ինչ էր ասած, ասա որ մենչը նույնիսկ ներկայացում են, որ Ամերիկայում շատ լավ անցավ բլոկադան, բայց նենց հուզված էր, ասում էր ես իմ բոլոր այդ երևի կարող է մենչ հետ խոսեք ավելի լավ, բայց ասում եմ բոլոր պրոյեկտների ժամանակ էս էմոցիան չեմ ունեցել բեմի վրա։
ասում եմ դե հիմա դու միլիոններ դոլար էլ բերես տնես, եթե չի լինի ապրել, որովհետև թե միակ պարտքի զգացողությունն է, թե մի հատ վերապրումն է, թե մի հատ ես մի հատ բան ասեմ, հետաքրքիր բան ասեմ Ամերիկայում, իմ արև 4-5 տարբեր AI-ներից այս հարցը տվել եմ Շանթի, հիմա սպոյլ եմ անում ներկայացումը, բայց Շանթի կերպարը հիմա ինչ որ ձևով ներկայացման մեջ մահանում է։ Արի սպոյլ չանենք ոնց է մահանում։ Հա, շատ հետաքրքիր ձևով է մահանում դա։ Պապի կերպարը, դեդոյի կերպարը մահանում է։ Պատկերացու ժողովուրդը ծափահարեց այդ կտորը։ Վայ, այդ ոնց էր խաղում, բայց այդ մահանալու պահը ուղեղս կախեց։ Օգնած եկա դուրս տարբեր AI-ների հարց եմ տվել։ Ասում եմ, լսի, մենք հայեր ենք, որ ապրում ենք Ամերիկայում։ Հայեր ենք, որ 1990-ից կամ 1970-ականներից Լիբանանից, 90-ականներին Հայաստանից եւ այլն։ Ասենք 2000-ականներին Պարսկաստանից տարբեր ձևի հայեր ենք եկել հանդիսատես, որտեղ տենց էր։ Ինչի պիտի ծափահարի։ Մի 5-6 տարբերակ բերեց, բայց այն որ բոլոր AI-ները նույն պատասխան տվեցին, ասում են այդ կերպարի ապրած կյանքին են իրանք բանալել, ծափահարել։ Հա, կատարսիս է էլի, որ կատարսիսն է, հա, ու ես զարմացած եմ, այսինքն որ մեջը հոգեհարազատ բաներ կար ամեն նայողի համար։ Նայ, ամենասկզբից որ լվացքը հավաքում է, այս սփոյլա, օքեյ, չէ։ Ու երևում է ոնց է ինքը թթի արաղա երևի, չէ, հա, տենց լցնում, էդի իմ համար տարավ մանկություն իմ, որտեվ հստացի ես էլ Ղարաբաղ ապրել եմ, այնտեղ ծնվել եմ դաժե։ Հա դու նախկին ես պաստորեն։ Ես տենց սերտ կապ չունեմ, այսինքն բարեկամական կապ չունեմ Ղարաբաղի հետ, բայց ծնվել եմ այնտեղ, բայց տենց 2 տարեկան եմ եղել, որ տեղափոխվել եմ։ Ու ես չոտը մի անգամից գնացի մանկություն, որտեվ իմ papan միշտ պատմել է ընդեղի թթի արաղը, ընդեղի այդ ամեն ինչը։ Ընդեղի մեր թթի ծառը, ընդեղ էլ ծառ կողքը դրած, սենց վсё, ես մխրճվեցի ներկայացման մեջ արդեն։ Ու տենց լիքը բաներ կա էլի ներկայացման մեջ։ Ես մի հատ բան ասեմ, մեկ որտեղ մի քիչ բան ենք խոսում, էլի կարող եմ մոռանամ այս թեմանս։ Ինձ մեկ ասում են, բայց բլոկադան քաղաքական իմաստով ձեզ չնեղացրեցին եւ այլն։ Նախ չեն նեղացրել, ասեմ այդ պաշտոնապես։ Կողքից ընկերներ եղել են, որ ասել են օրինակ ինչ գործ ունես քաղաքականության հետ եւ այլն, ես այդտեղ ուղեղս կախում եմ, որտեղ Արցախը իմ համար հայրենիք, Արցախ քաղաքականության հիմա է դառը ինչ որ թիմերի բան, այսինքն այ Արցախը մերն է, ձերը չի եւ այլն։ Կներեք 1000 ներողություն արցախցիներ, բայց Արցախը միայն արցախցիներին էլ չի։ Տեսեք այն օրը ստորիա եկել ինձ մեջը նշած է, շատ մարդը իհարկե շնորհակալություն է հայտնում, ասում եմ շնորհակալ եմ, որ իմ հայրենիքի համար դու այսպես բան ես արել։ Ուզում եմ դե բնականաբար այդ մարդը ուզված է։ Դե ինքը չգիտի որ դու Շուշիում ապրել ես։ Դե էդ էլ չի հարցը։ Հարցը չի։ Նայ հարցը հետեւյալն է, որ Արցախը իմ հայրենիքն է, Արցախը քո հայրենիքն է, Արցախը իմ ունեմ ես մի հատ կես իսպանացի, կես իռլանդացի, կես հայ cousin Անգլիայում, Իրանն էլ է։ Հա, ես հասկանում եմ։ Նույնը որ օրինակ եմ ասում, Գյումրին էլ Արցախցու հայրենիքն է։ Այ այդ մենտալիտետը, այդ հատվածական մենտալիտետը, որ մենք ունենք այս 3 միլիոնոց երկրում, ասես լավագույն դեպքում եթե 10 միլիոն ենք աշխարհում, այդ ես չեմ ժողում ինչա։ Պատմության մեջ առաջի անգամա որ Արցախում հայ չի ապրում, էլի։ Այս առաջի դեպքն է։ Մի 4-5 հոգի են ապրում, չէ՞ ինչ որ։ Դե ուզում այդ լայն իմաստով էլի, միշտ եղել են, միշտ պայքարել են այդ հողի համար, որովհետև գիտեն որ էսի հայրենիքն է մեր, էլի ինքն է։ Հա, դիմա առհասարակ քաղաքական չի էս ամեն ինչը, ընդհանրապես քաղաքական չի։ Ու ես չեմ վախենում քաղաքական անելուց, նայ օրինակ կինկոդում, որտեղ արդեն վերջացել է ներկայացումը, հանգիստ սպոյլանեմ։ 6 ընկերուհի իրար պատմում են իրանց սիրածների մասին, բոյֆրենդների կամ սիրածների եւ այլն։ Վերջում պարզվում է այդ 6 հոգին էլ նույն մարդն է, որի մեկի անունը մեկին ասել անունս Լևոն է, մյուսին ասել անունս Ռոբերտ է, մյուսին ասել Սերժ է, այն մյուսին ասել Վազգեն է, վերջում պարզվում է Նիկոլ է, բայց այն Նիկոլի ժամանակ էլ երբ բռնում են, ասում են չէ Նիկոլ էլ չի։ Հա։ Այսինքն հիմա ես բայց Սերժը չի։ Սիմվոլիկան Սերժ էլ կար։ Հա, կար։ Չկար, բոլորը կար։ Ոչ մի տարբերություն չկար։ Իմ համար հետեւյալն է ցավոտանը, մեր ժողովուրդը ինքն է այդ անում։ Հա։ Մեր ժողովուրդը, այս իմ կարծիքով մեր բոլոր ղեկավարները հրեշտակ մտել են ժողովրդի ծոցը հրեշ դուրս են եկել։ Այսինքն դու եթե հաշվես օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը ոնց մտավ վերջում ինչ եղավ։ Քոչա, ով կարա ասի։ Ամեն մեկը ինչ որ գաղափարի շուրջ է, էլի մտել։ Չէ, ասածս ուրիշ բան է, մեր ժողովուրդը դիկտատորացանում։ Մենք ենք շուտ դիկտատոր, մենք դիկտոր։ Ու չենք էլ սիրում, բայց
չէ սիրում ենք, ինչի չենք սիրում։ Հա, որ սիրում ենք դիկտատորը։ Մենք դիկտատոր սիրող մարդիկ ենք։ Ոնց որ մի հատ կայֆ Ասում են մի հատ մուժի կլինի ձեռը խփի, քիչ ես դեսես։ Մի հատ բան կա, որ ինձ թվում է մեծ մասով մարդիկ չեն գիտակցում, հա, օրինակ ազատությունը լավ է, չէ՞ նվեր։ Լավ է։ Բայց ազատությունը նշանակում է, որ ոչ մի դիկտատոր քո համար օրինակ անվճար բան մեդիցինա չի ստեղծում, անվճար ուսում չի տալի քեզ, որտեվ այդ ամեն ինչ անվճարը շատ անգամ դիկտատորական կարգեր են, հասկանաս, որ քո տեղը որոշել են սա, որտեղից դու սովորելու, որտեղից դու բժշկական օգնություն ստանալու, բանա, որ դու օրինակ գնում ես օրինակ մի 6-7 տարի առաջ կամ մի 8 տարի առաջ Մոսկվայում դու ասես մետրոյով քայլում ես, օրես ինչ մաքուր է, այս ինչ անվտանգ է, բայց այդ սա գալիս է դիկտատորայի հետ։ Ազատությունը նաև մեծ պատասխանատվություն է ամեն բնագավառում քո կյանքի, որ դու պետքա օրը հազարատ որոշում կայացնես, ինչը մարդկանց, որոնք ինստիտուցիոնալ տենց հիշողություն շատ դժվար է, ծանր կյանք է։ Իսկ այդ որոշումները արդեն կայացրած է, էլի իրանց համար ոնց։ Դրա համար մենք անընդհատ ինձ թվում է դեպի դիկտատուրա ձգտելու ենք, չէ՞ մի քանի սերունդ արդեն չսովորի, չձգտի։ Ես տենում եմ որ փոխվել է արդեն։ Մենք շատ պահանջատեր ենք հիմա ազատության համար, բայց մեկը այդ ազատությունը շատ հարաբերական է։ Այսինքն որ ազատությունը ունենալով ինչ ես կորցնում, ինչ ես գտնում։ Այսինքն տեսեք, ես հիմա հասկանում եմ հետեւյալը, որ մեր ժողովուրդը նայ մնան Էլ սպոյլեմ անում, բայց ոչինչ որտեղ էս թեմայի հետ կապ։ Ինչի է մենք Էսի չկտրեք էլի։ Ինչի է նայ մենք այսքան դավաճանություն, ես շատ վատ բաներ ենք ասել իրար։ Այսինքն նույնիսկ եթե մենք համարենք, ազգային ժողովը մեր ժողովրդի հարազատ պատկու ժողովուրդ վերջի բաներն ասվե իրար։ Այսինքն մինիմում ինքնասիրություն ունեցող մարդ այնտեղ պետք է սպանեին իրար։ Հիմա եթե Դենց բաների վրա չենք սպանում, հիմա նայ ասում են խաղաղություն չի կարա լինի հիմա։ Մենք առաջ պետք է խաղաղվենք, հասկանանք ինչ է եղել։ Մենք ինչ ենք ուզում, հա։ Ես կարծում եմ խաղաղվել է հիմա պետք, մի հատ հանգստանալ է պետք, որ բանի ռազմորկը այդ ասում չէ, որ փողոցում գաղափարը խաղաղվել է։ Այդ ռազմորկի ժամանակ եթե մի հատ խաղաղություն լինի, մի 10 րոպե, կարող է մեկն ու մեկ այդ մարդկանցից ժողի, որ ինքը սխալ աղի, ասի ներող ու այս մի հատ բան կա էլի, որ այստեղ մենք հայերս ներողություն խնդրելը մտածում ենք բանա, իջնել է։ Վայ, այնու վերես, մի քանի օր առաջ ուլիշնի ռազմոր տենց ինչ-որ բաներ պատմում, իրոք տենց դեպք է, մեկը մյուսին ինչ-որ ռուսերեն բառ ուզում ասի, դե ուլիբի տարա, ուդիբի տարա, սխալ է ասում, մեկը խնդում է, ժպտում է ու տենց բարիշում են իրանք, որտեվ սխալ ասած բառը միտքը հետ էր։ Պրոստը տակ բարիշեցի։ Նույն ընտանիքի մեջ լիքը մարդիկ ուղղակի իշխանական ընդդիմադիր են եւ այլն, ես չեմ հասկանում, ասել բաներ կա որ ես քո հետ շատ համաձայն եմ, մի հատ պատճառներից մեկը, որ ես կարամ ասեմ, ես միշտ սիրում եմ ռացիոնալ կողմը գտնեմ, էլի բացի էմոցիոնալից, հա իհարկե մենք բոլորս ուզում ենք միասնական լինենք։ Հետո ինքը քաղաքական ոդկաստ էլ է վարում։ Բայց կա մի հատ ռացիոնալ կողմ, որ երբ որ դու ինչ որ մարդիկ մտածում ես, որ իրենք սխալ են, սխալ ուղու վրա են, եթե քո առաջի քայլը իրանց վիրավորելն է, դու ուղղակի համոզում ես, որ իրանք երբեք էլ քեզ չեն լսելու։ Դու այսինքն ոչ մի խելամիտ արգումենտ չես կանալու բերես։ Այսինքն, եթե մենք չսովորենք մի հատ ոնց որ եթե մենք վեճի մեջ ենք մտնում, երկու կողմը պետքա սկզբից ընդունեն, որ կամ մեզնից մեկն է սխալ, կամ երկուսս էլ սխալ ենք։ Ես կարամ սխալ լինեմ ցանկացած վեճի մեջ, եթե ես այդ չընդունեմ, մտնեմ sense այդ սուրբ համոզվածությամբ, որ ես ճիշտ եմ, այդ վեճը չի ստացվելու, այդ ոչ մեկ իրար չի լսելու։ Ու ես ռացիոնալ այդ ամեն ինչը տենում եմ, բայց նաև երբ որ ես այդ ամեն ինչի մասին խոսում եմ, ես զգում եմ ինչքան մարդիկ նյարդայնանում են իմ ծանոթները, որոնք ասում են, բայց ոնց կարելի է, այդ արժեքների հարց է, այդ sense բանը անտեսելու հարց է, այնա։ Ու ես իրանց էլ եմ հասկանում, բայց նաև ես գնում նույնիսկ տենց դեպքում դու մեկա տապալում ես քո գործը, էլի։ Մի հատ ազգովի պետք է մտնենք այդ բուդդիստները կա մտնում են, եթե ազգովի հավաքվենք մտնենք ինչ որ մի աղբյուր, ինչ որ միտեղ դուրս գան։ Դե բուդդիզմն էլ շատ հետաքրքիր բան է։ Դուս մասրեջես, հա։ Չէ, ոչ եմ ասում։ Հա, չէ, հաստատ դե հիմա անենց չի էլի մենակ մեր երկրում այդ բևեռացում ինքը ամենտեղ կատարվում, մասոց ցանցերը շատ դրա մասին աշխատում։ Օրինակ ես շատ լավ զգացի իմ հարևանների հետ, որ ես վերջի մի երկու տարին շատ լավ ընկերություն եմ անում սախ տենց բակի հետ, տենց իջնում եմ մուժիկների հետ նստում, խորոված ենք անում, խոհում ենք բան, ու դե շատ տարբեր մարդիկ են, էլի։ Ու մեկ էլ մեկը գալիս է ու մենք իրար հետ համաձայն չենք ինչ որ ասում։ Դե ոչ ենք տալու սպանենք իրար, խոհում ենք իրար հետ հաց ենք ուտում։
երկուսս էլ մի քիչ հանգիստ ենք ավելի, քան թե օրինակ ինտերնետում կլինեինք։ Երկուսս էլ իրար հարգելով, իրար տեղ տալով, դե կարող է, բայց նայի, սենց խոսակցությունա։ Բայց երբ որ ինտերնետում ես, դու խոսում ես մարդու հետ, որին դու էլ չես տենալու։ Դու կարող ես իրան ամեն ինչ ասես, էլի, երբ որ մարդիկ ստիպված են չարությունը դադարքում են, ես հետ եմ մտածում։ Տեսեք, եթե մեկը պատրաստ չի իր անձնական դեմքով ինչ որ բան գրի, այդ արդեն նշանակում է մարդը կոմպլեքսներ ունի, այս մարդը վատ է, կյանքը վատ է, իր ինչ որ բանից չարացած է, դա իր անձնականից է, դա իր ֆինանսականից է, դա իր անցած ճանապարհից է, չգիտեմ ինչ են արել իր այդ, այդ ինձ մարդուն պետք չի անդրադառնալ։ Այսինքն իմ կարծիքով վայ այդ մարդկանց պետք է ու եթե իր հետ չմտնես չալենջի մեջ Նայեք, ես օրինակ հենց այս մեր դերասանուհիների հետ որ խոսում եմ, մարդիկ կան, որ օրինակ եթե վատ կոմենտներ են գրում, իրաց ֆազերը գցում, մարդիկ կան շատ նորմալ են վերաբերվում։ Օй, շատ նորմալ պետք է վերաբերվել։ Ասենք սովորաբար կանանց շատ վատ են։ Ֆազերը գցել, շատ կանանց շատ են կպնում։ Բոտեքսից սկսած մինչև այդ ինչ ես արել քո դեմքի հետ եւ այլն, ու տակը նայում ես, ինձ մի հատ դեմք է գրում այդ։ Այսինքն որ ասենք իրան ոչ թե պիտի տանես բանի մոտ կոսմետոլոգի մոտ, այլ պիտի տանես խադավիկի մոտ։ Բայց հիմնականում 60-ից ինչ որ տատի է, մի հատ թորան հետ sense նկարը։ Չէ, շապեր, ասենք մի հատ լավ չկպնենք այդ մոտ։ Կպի։ Բայց ես քեզ հասկացա, հա։ Բայց լսի, նայ, այդ թեմայի մեջ, որ դու ասում ես, որ դու չես խոսապում քաղաքականից, իմ մոտ sense հետաքրքիր միտք է, ես էլ եմ ինչ որ քաղաքական կատակներ փորձում եմ անեմ, բայց իմ մոտ միշտ տենց կոնֆլիկտ կա իմ մեջ, որ արդյոք այդ պրոդուկտիվ մոտեցումը, գիտես ինչ առում եմ ասում, որ ասենք թե ես չէ ընդդիմադիր բան ասացի, եթե ոչ մի հետևանք ռեալ աշխարհում չկա դրան, ես ոնց որ ավելի շատ օգնեցի կառավարությանը 100%։ Մի կողմից այդ է խնդիրը։ 100% նայեք, ինչը բայց ինքը իր աուկուտը չի տալիս պալյուբոմը։ Չէ։ Դե դու քո մասնագիտության մեջ դու էլ քո էլի։ Ես քեզ մի հատ բան ասում։ Նայ բան կա պարսկերեն բառերը գիտեմ։ Այս հին բաները կային կացաները, որ մի հատ տենց բան ունեն, երբ գոլոշին շատանում էր բացում էին, դրան չգիտեմ ռուսերեն բառ։ Դրան այս տեսակ հումորները այ դրա ֆունկցիան ունի։ Այսինքն հենց ուզում է լարվածությունը հանում են, հայը դուրս է գալիս։ Խելացի երկրներում հին գելերի մոտ համաշխարհային միշտ եղել է նման բան։ Մեր մոտ մի քիչ էս կավենին ստայլ բաները դե շատ գնացին դեպի ուղիղ նմանակում ու այդ ուղիղ նմանակումը մի քիչ բան եղավ, այսինքն օրինակ ես վերջերս տեսա ղեկավարներին բան անելու այդ ղեկավարը ինքը խնդում է իրան նմանակողի վրա, դա ես չեմ կարծում որ շատ ըմբոստ քայլ է։ Լսի, խոսում եմ Էդգարի հետ։ Ըմբոստ քայլ չի։ Էդգարի հետ ես այդ թեմայով երկար խոսացի է Կոստանդյան, երկու օր առաջ նստած պրոպագանդայի ինստրումենտ ակներես, պրոստը նույն ձև ժամանակին շատ են բանում, որ կավենում Պուտինի մասին ինչ-որ բան են ասում, ու Պուտինը նստած խնդում էր, ասում են, դե ինչ ազատ երկրում ենք ապրում։ Լսի, Էդգարի հետ նստած են Կոստանդյան, խոսում ենք խառը թեմաներից ու այդ թեմայից է խոսացինք, ոնց է եկել Փաշինյանը նայելու ինքն է եկել, Տոմս է գնել, ունենց չի որ բան է հրավիրա Տոմս է եղել, եկել է պրոստը սովորական մարդկանց նման ներս է մտել, ճիշտ է, դրանից առաջ ինչ որ մի հոգի մտել է ներս մի հատ նայել է, դուրս է եկել, որը նորմալ է շատ։ Կամերային թատրոնում այդ իմաստով ես շատ օքեյ եմ նայում դրան, պրոստը Էդգարին ասում եմ, այդ բա հիմա մարդիկ չեն խոսալու, որ տիպը ծախվեցիք, ասում եմ, չէ, ծախվեցիք չէ, խոսելու են որ այդ օրվա ներկայությունը եւ այդ գովազ բաները այդ կադրերը գովազդ է այդ ներկայացման վրա, իսկ ես չեմ կարծում որ Հովհաննես Դավթյանը գովազդի կարիք ունի, պրոստը ես ասում եմ որ դա հենց այնպես չի լինում, այսինքն այդ տվյալ ղեկավարը գիտակցաբար է գնացել։ Ավելին ասեմ, Հովհաննես Դավթյանը ունեցել է բաներ գրած իր վրա, որ չի ասել միջև այդ, բայց ինքը այդտեղ նստած է եղել, սկսել է դրանք էլ ասել։ Հələ նկարած է, հələ պիտի գնա։ Ճիշտ է ասում, որ հենց այնպես չի եղել, որովհետև դրանից առաջ արդեն դեպքը եղել է, որ ինքը նմանակում է արել վիդեոյի մեջ, Փաշինյանը կիսվել է իր էջում, то есть սա հասկանալի է, որ ինքը գիտեր ուրա գնում ու ինչ անդետանալու, ու Հովհաննես Դավթյանը գիտեր, որ ոչ մի խնդիր չի լինելու ստեղ, էլի ոչ էլ ինքն այնց էսի ինչ վատ բան է ասում։ Աշ, իսկ քեզ անձնական հարց տամ, էլի մի հատ։ Բայց շատ կոռեկտ կլինես, գլխից չսարքես։ Որ Փաշինյանին հրավիրենք ոդկասթի։ Դու կհամաձայնես։ Չէ։ Իսկ կլինի ես մենակ լինեմ։ Խնդրեմ։ Ես իրան մեյլ եմ արել մի երկու հատ։ Հա։ Այսպես դուք տեսակ վերջի թողարկում ախորպեսի։ Բայց գիտես ինչից խոսանք։ Ձվածեղից, առավոտը զարթելու։ Լավ, եթե նեղանում ես չեմ կանչիլ։ Նեղանալը ո՞րն է։ Գնա, պարոն Փաշինյան,
Բայց ինքն է միայն ներողություն։ Так, մի հատ bio break անենք էլի։ Հա։ Եթե ուզում եք կարեք խոսակ։ Լսի բանը, օքեյ, կարասուշա։ Չէ, ստոպ չի, մենք չունենք ստոպ։ Հետո կհասկանաք, ստոպած։ Լսի բանը, այ Արենի մասին է խոսում ենք, ուզում էի հարց տալ Արենի մասին։ Հա, Սաֆարյան Արենի։ Ինքը տենց մի քանի ներկայացումների մեջ տեսել եմ իրան։ Այո։ Երբ Անդոին հրավիրեցի ոդկասթի, կարծեմ իրար հետ եկան ավտոյով, եթե չեմ սխալվում։ Ոբշեմ իրանց հետ եմ տեսել, ընդհանուր տենց տեսել եմ մի քանի տեղեր իրան, բայց տենց շատ բան անհայտ մնաց իմ համար, էլի, ոնց ինչ անհայտ մնաց։ Արենը ոնց եկավ տենց շուկա, էլի, որ Թեհրանահայ է, Իրանահայ է, դու էլ ես տենց։ Արենի թատերական կյանքը սկսել է իմ միջոցով, մենք թաղեցիներ ենք եղել։ Այնտեղ։ Այո, Արենը 2005 թվականին խաղացել է իմ առաջի երկու ներկայացումներին 2005-2006 թվականներին, հետո մենք Թեհրանում սարքեցինք մի հատ շատ յուրովի կիսակավեն, կիսաակումբային մի ինչ-որ խումբ, որը բնականաբար անունը վերցված էր այստեղի 32 ատամից, կոչվում էր 31 և 1 լցրած ատամ։ Լցրածը պլոմբացն է, հա։ Շատ մեծ հեղինակություն ունեցող ռեկորդային բաներ ունեինք։ Ինքը տարածվել է, էլի տենց Իրանում։ Շատ YouTube-ում կա։ Բայց ֆորմատը նույնն էր լրիվ տենց 32 ատամի ֆորմատ։ Չէ, նման էր, սկեչային էին եւ այլն։ Արեններ, Համլետներ, Համլետչիկ կա, իմ Սանիկը, Քաջունին Արզումանյան, Համլետը։ Հա։ Նարբեն Նազարյան, Սարբեն Օհանյան, մի խոսքով տենց խումբ էինք, որ 10 տարի լեփլեցուն դահլիճներ, տենց ռեկորդային թվեր եւ այլն։ Ես երբ արդեն եկա երկրորդ անգամ Հայաստան ներկայացում խաղալու Հոթել Կալիֆոռնիայում, հենց հերոսը Արենն իմ հետ եկավ, այդպես մտավ։ Մի խոսքով Արենի թատերական կյանքը ինձ հետ միասին է, մենք միասին ասկսե, ես բնականաբար որպես ռեժիսոր, որպես բան, Արենը ինքն էլ չի ուրանում դա, շնորհակալ եմ շատ Արեն ջան, բայց Արենի այս ստենդափային գործունեության մեջ ես ընդհանրապես կապ չեմ ունեցել դրա հետ, հիմա էլ շատ լավ ընկերներ ենք, ուղղակի չենք աշխատում միասին։ Հա, շատ ստենդափները դա ստենդափ չի։ Ես ստենդափի մասնագետ չեմ ասում, բայց դեպս այդ մարդը դահլիճներ է լցնում, որ լիքը սենց մարդիկ, որոնք ֆուրով բան ունեն, ամբիցիա ունեն, որ մենք ստենդափեր ենք եւ այլն, ու կոպիա են անում Պավել Վոլյային, կամ թարգմանում են նույնիսկ Պավել Վոլյաներին, Արենի կեսի դա։ Լսի, կակրազ այն օրը, որ Էդգարի հետ նստած խոսում էինք այդ թեմայով, ստենդափի թեմայով, ես ասացի Էդ ջան, բայց մի հատ բան կա, պետք է ասեմ իմանաս, էլի։ Տիպը բան, ես միշտ ոդքասթի մեջ Հովհաննես Դավթյանի ստենդափի մասին վատ բաներ եմ ասել, ես էլ Աշոտն էլ ասենք դեմ ենք էլի, որ դա կոչվի ստենդափ։ Էդգարը շատ նորմալ ընդունեց, ասեց, հա բրատ, նորմալ է, կարծիքները միշտ էլ պետք է լինեն, ու մանավանդ եթե տենց շիրոկի մասշտաբի մասին ես խոսում էլի։ Ես երկու մոնո ներկայացում եմ արել։ 3։ Մոնո ներկայացումը լավ։ Նայեք, այ օրինակ եմ ասում, նայ Զարայինը ծերից ծեր ներկայացում է։ Տոմայի առաջինը ծերից ծեր ներկայացում է։ Տոմայի երկրորդը կիսատ է, այսինքն կեսն է, երկուսն էլ կա։ Մոնոդապ էլի, ստենդափ։ Հա, երևի։ Այդ անունը կարելի է սարքել։ Ես այդ իմ անունն է, չբան չանես, մոնոդապը այդ իմն է։ Եղավ։ Նայեք ժողովուրդ, ես կարծում եմ մեր լեզուն մի քիչ ստենդափի համար, որտեղ նայում եմ ես, ասենք անգլերեն եմ նայում ավելի շատ ու պարսկերեն։ Այլ այդ լեզուները ստենդափի համար մեր բառերը շատ են, մեր բառերը մեծ են ստենդափի համար։ Ես համաձայն չեմ։ Չէ՞։ Որովհետև մի քիչ սովորության հարց է ու լեզվի կիրառության հարց է, որովհետև մեր լեզուն կարող շատ բաների համար չլինի, բայց մեկ էլ դու տենում ես վարպետ, ոնց է կարողանում ծռի դրա տակ։ Ես ստացվում եմ, որ այդ ոչ թե մեր լեզուն դրա համար, այդ շատ կայֆ, շատ կրեատիվ չելենջ է ստենդափերների համար ծռել լեզուն իրանց կամքի ենթակա, որ ինքը լինի, ու այդ ժամանակ մենք ունենանք հրաշալի ստենդափ։ Հավատանում կարող է։ Ուզում ասեմ, իմ մոտ օրինակ երբեք եթե Վարդան Պետրոսյանը որոշեր, որ ինքը ստենդափ կոմիկ է, իմ մոտ ոչ մի կոնֆլիկտ չէր առաջանա, ոչ լեզվի հետ, ոչ բան, ես կասեի, որ ինքը հրաշալի ստենդափ կոմիկ է, էլի։ Կստացի դու նայել ես բանին ստենդափ ակումբում, չէ, Վարդան Պետրոսյանը չէ։ Հարց ասում ձեզ ստենդափ որպես ստենդափ։ Էս ձեր քո տեսակի ստենդափերների, քո սերնդի ստենդափերների մեջ մի հատ առոգանություն մուզիկա եմ լսում։ Ես
որ այնպես խոսանում մի հատ բան։ Դիկցիան, որովհետև ձևավորված չի։ Չէ, կարամ բացատրեմ։ Հիմա ասեմ ինչա, ու դա ռուսերեն չհասկանալով, ես լսում եմ ռուսական մузыка։ Որ ապերգինս մենը պապան ասում է դե ես իրականում ոչ մի հայերեն բան չկա դրա մեջ։ Ու ոնց որ զայրատկեն նստած, ոնց որ գիտես ոնց է մի հատ մոտեցում կա, ոնց որ ես հիմա ասես թարաստապած հակնվել եմ, որովհետև ստենդափերը պիտի տենց լինի։ Չէ, կայացած չենք երևի դեռ։ Չէ, արիկլի մասնագետը պատասխան։ Դավայ, որովհետև ես նայ, երկուսն էլ այդ մի քիչ տես թափ-թփված լինել է, դրանից սկսեմ, որ ինքը իսկականից օգնում է։ Իսկականից թափ-թփված լինել։ Դու պետք է մի քիչ տես քաղաքի գիժեր եւս, որ մարդիկ քեզ լուրջ լսեն։ Բանին գիտես հաստատ Մաքսամինին գիտես։ Չէ։ Մաքսին չգիտես։ Չէ։ Okay։ Ինքը պարսիկ է։ Անգլիախոս պարսիկ է։ Դա շատ համաշխարհային։ Կարող է ինչ որ ռիլերում ընկել է, որտեղ շատ այն մոտ ընկնում, տես անունները չանեմ, բայց հա։ Ես Մազ Ջոբրանին գիտես։ Իրամ գիտեմ, բայց էլի չեմ թափ-թփած է։ Չէ, էլի նայ Ջերի Սայնֆիլդն էլ է կոստյումով բանով հասկանում եմ, որ կարա լինի։ Չէ, կոստյում հակնի։ Բայց այն որ հիմա ասենք հենց այդ շորով որ երեք գնացել եմ, ասենք պիվա առնելու ճուստով դրան չեմ ասում պետք չի։ Ես ուզում հասկանամ այդ երևույթը։ Ես այդ եմ ուզում բացատրեմ։ Հարցը ինչ որ մենակ տենց պետք է անես։ Ես ասում եմ որ տենց ավելի հեշտ է։ Ու այդ խոսալու ձևը, հա, deadpan, օրինակ, երբ որ դու մաքսիմալ ոչ էմոցիոնալ ես խոսում, ինչա կատարվում։ Օրինակ դու սկսում ես ստենդափով զբաղվել, դու շատ ակտիվ ես, տենց act out-ներ ունես, շատ տենց բան ես, ու դու գնում ես մեկ էլ ինչ որ փոքր pub, որտեղ մարդիկ պիվա են խմում, այսպես նստած նայում են քո վրա, ու դու կլինի պատմեմ, ու դու այդ տենց մի քիչ էմոցիոնալ տենց act out-ը տանում ես, բան ես անում, ու չեն ծիծաղում։ Ու դու այդ բան ներսդ մեռնում ես։ Իսկ երբ որ դու այսպես ես մի քիչ պատմում, եթե նույնիսկ չծիծաղացին, դու կարաս ձև թափես, որ ընդ կատակ չկար։ Կարաս պահկվածնես, գիտես։ Հակառակ չեմ, ես ուրիշ բանի մասին եմ խոսում։ Կոպիայի մասին եմ խոսում։ Ինքը այդ եմ ասում, ինքը կոպիա չի։ Չէ, նայ կարամ դնեմ հիմա վերջանա հաղորդում էր այդ դնեմ։ Հա։ Այս stand-up for stand-up-ների ճիշտ եմ ասում այդ։ Այդ որ դու էլ գնում ես մեկ-մեկ։ Stand-up for stand-up անունը, թե արի stand-up։ Արի stand-up-ներում մուզիկա կա մի հատ առողջություն։ 4 իրար պես են խոսում։ Հա, այդ ուղղակի բնականությունն եմ ասում, ոնց որ իրանց։ Բայց ես հենց դրա հետ էի, հələ կայացած չի որպես կոմիկ։ Խոսքի դասատունը stand-up-ում բայց։ Հա, դե այդ բնականորեն ստացվում է, եթե խոսքի 5 հոգի ընկերներ են, իրանք սկսում են, չէ, իրարից գողանալ ինչ որ տենց խոսալու մոտեցումներ բաներ։ Այդ ներքին է ավելի շատ։ Մենք սաղս իրար, ասենց անընդհատ իրար հետ շփվում ենք, անընդհատ իրար ենք լսում։ Այսինքն այդ շատ անգամ գալիս է նրանց, որ շատ stand-up չեն նայում։ Առողջություն չի իմացել։ Գիտես հարցը որն է, որ Աշոտից ոչ մեկ չի գողանում։ Stand-up անենք, հայ պարսկայերով որ stand-up անենք, ակցենտ կմտնի, բայց մուզիկա չի մտնի։ Հա, հասկանում եմ, ինչ ասում, Ամիրի օրինակով կա տենց բան։ Ապեր Ամիրի օրինակով ճիշտ է ասում, հա, օրինակ Ամիրը չունի տենց այդ Չապարյանոտ բան, չգիտեմ, Էդո Հովսեփյանոտ նրանից որ բանը չբացել օրինակ։ Էդ էլ է, էլի, ոնց որ դու սկսում ես ստենդափով զբաղվել, դու ինչ որ տեղից վերցնում ես ու ցավոք սրտի կոմիկները շատ փոքր sense range-ից են վերցնում ստենդափ կոմիկների, որից սկսում են իրանք, էլի, հետո իրանք չեն լայնում։ Այդ ամենամեծ հիասթափություններից էր իմ, երբ որ ես հələ Մոսկվայում սկսում էի զբաղվել, այդ նույն Մոսկվայում նույն խնդրեմը կա։ Որ ես երբ որ սկսեցի ստենդափով զբաղվել, սկսեցի իրան հետազոտել sense լիովին 30-ականներից սկսած մինչև այսօր ամեն օր 2-3 բան ստենդափ էի նայում ու հետո ես սկսեցի կոմիկների հետ շփվել ու պարզվեց որ այդ ինձ խոսքի հազարավոր կոմիկներ են Մոսկվայում իրանցից մի 4-5 հոգի է որ հետաքրված է այն ժանրով որը իրանք ելույթ են ունում ու ստեղ մինչև վերջես նույն բաններ վերջես սկսել է փոխվել ես նկատում եմ որ կոմիկները սկսել են նայել ստենդափ ու այդ շատ կարևոր է ոնց որ խնդիրը կա շոգում ես հա ոնց կա ռեժիսորը կինո նայես չլինի հնարավոր չի տենց բան պատկերացնել գրողը գիրք չկարդա բայց ստենդափ կոմիկը որտեվ բեմ մտնել է այնքան հեշտ է դες ստենդափի դժվարությունը գալիս է ոչ թե սկսելուց այլ մնալուց ստենդափի մեջ մնալն է դժվար որտեվ ես օրինակ 8 տարի զբաղվում եմ ես 0 հաջողություն ունեմ ստենդափի մեջ դե լավ տենց մի ասեմ հումորի լիգա ես մասնակցել հա դա դա կալի լսի այ օրինակ ես ուզում եմ միացնեմ մի հատ լսես միացում چه نور میخواست بپرسه که کی دعوتش میکنه توی نمایش نوبت بازی کنه و میخواست بدونه که برای چی سیبیلتو امروز درست کردیم ապա հորս արև չգիտեմ ինչ է խոսում ես մտածի давай سلام قربان شما به نور بفرمایید هر وقتش رسید من میگم بیاد بعدم نور سیبیلشو مثل من درست کرده چون من حتما نور بیشتر میتونه منو کپی کنه تا من نورو سلام برسونیم به نور اگه دیدیمش ապա 8 հատ քֆուր հաշվեցի հենց
Ինչ էր ասում որ Պարսիկ աղբերները Այդ դասրան խնդրա որ ինչ որ voice դեզայներ պասկը Այս տղեն Ամիրը անունը ինքը պարսկը հայ է իմ համար արդեն ինքը պարսիկ է ազգությամբ մաքուր պարսիկ է ինքը Հայաստանում է բնակվում 17 տարի Հայաստանցի պարսիկ է ասա ինքը որտեղ պարսիկ հայան ուրիշ է հա ճիշտ է կոնսերվատորիա ավարտել լուրջ հա տենց բան կա հա ախպեր ժամանակին բանը կիսլադա են լցնում իրար վրա բանը Խի ժամանակին հիմա են լցնում իսկ երկար ես ապրել այնտեղ Դեռ եմ ծնվել մեծացել հա ինչի այսքան եկել էիր ստեղ ու հետո 18 տարեկանում եկել եմ ստեղ սովորելու 19-ում վերադարձել եմ հետո վերջնականապես արդեն 30-ում եմ եկել բայց արանքում գնացել եկել եմ դա այսքան մեծ մասը այնտեղ ես ապրել ստացվում նո պլյուս մինուս բայց ինչն էր խնդիրը որ չհարմարվեցիր այդ մի տարին որ սովորել ես ստեղ ու գներես Ինչներ խնդիրը ասիր անձնական ինչ որ ալկոհոլիկ էի դառնում հա շրջապատ ընկար չէ լավ է ինչ շրջապատը հերոսներս հավաքեցին տարանից ընդեղ էլ դե արկելված ալկոհոլը այդ բանը ընդեղ ավելի շատ կար լուրջ դե արկելված կտուղը Այն բաները որ ընդեղ կա իմ արև ստեղ չկա հա դե հա ես գիտեմ Այդ բանը է ոնց որ այդ արկելքի բա որ ինքը կա ինքը տենց եկա շուկա է առաջացնում երբ որ օրինակ հիմա դու որպես տենց անչափահաս չնայած ամեն խանութում կա ալկոհոլ շատ դժվար կլինի անչափահասի համար գնել էլի Հայաստանում ավելի քիչ եմ խմում քան Պարսկաստանում Պարսկաստանում մտա որ Հայաստանում կարող է 2 ամիս մեկ 3 ամիս մեկ առիթից առիթ տենց է վիճակը բայց այնտեղ բայց նենցա որ խմում ես խմելուց տենց խմում ես Պետք է որ հա բայց ախր ամեն ես կիսատ բանանել չեմ հա ես հասկացա հա Այ մոտը գնանք մի երկու պիվա խմենք ինչ անում է դիվան բացի զուգարան մտցնել ոչ մի Հա ես տենց բան մի երկու չէ մի 20 էլի ինչ որ բանից սկսեց ներվայնացնել որ Դիլիջան է ապրում դե ընդ պարապությունից տենց ամեն երիգուն տենց մի հատ պիվա կվերցնենք կնոջս հետ տենց մի հատ պիվա երկու պիվա տենց կխմենք տենց կլրվենք էլի ինչ որ պիվան դառել էր լիմոնադ արդեն ես զգացի որ էս ավելի վատ է քան տես շաբաթը մեկ նստեմ չոր ալկոհոլ ու ծերից ծեր խմեմ որտեվ ամեն օր է ինքը ու պիվան էլ բան է ինքը տենց լավ բան չի բանա իսկ ոնց որ ընդեի ստեղծագործական տենց կրուգերը տենց մարկանց հետ էր շփվում մեծամասնությամբ ինձ չգիտեմ խի թվում է որ իրանք նա ավելի հետաքրքիր են որտեվ առնվազն կինոից ես տենց եմ դատում պարսկական մոտեն ես Օսկարակիր Ասղար Ֆարոդի սցենարիստական խմբում եմ դասախոս տենց շուր ես եմ սցենարել ուսանողն եմ տենց կանշահաց, լուկարնուշահաց, բերլին շահաց ռեժիսորների դերասանների հետ եմ շփվել անհամեմատ ինտելեկտ է բանը ուրիշ մակարդակ էր ես ուղղակի որոշեցի ես ընդեղից ոչ թե եկել եմ Հայաստան որտեղ այնտեղ գործ չունեի անելու կարող էի ունենալ ուղղակի ես մի քիչ գիտեք ոնց էր որ ասում Այնտեղ ինձ ասում էին հայ, այստեղ ինձ ասում են պարսիկ Եկա աստեղ որ գոնե երեխես նույն կոմպլեքսը չունենա պարզան է ինչ այն երեխա չկա Բանը, այնքան ենք ներկայացում անում, որ էլ մյուս բանը Ժամանակ է չի գնում Հավեսը չկա Բայց, հա, գիտեք ոնց է 5000 տարի պատմություն ունեցող մի հատ երկիր, որ ունի գրականություն, միակ մուսուլման երկիր է, որ Արաբները հարձակվել են, բայց լեզուն փոխել չեն կարողացել, այսինքն նույնիսկ եգիպտացիներն են կորցրել։ Այն նոր խոսում ենք դիկտատորիայից 46-7 տարվա ընկալյալ դիկտատորիայի մեջ ապրող երկիրը, որը թվում է, որ կրոնապետական համակարգ է, այդ կրոնապետականն էլ ես ասեմ մի գիտություն լիքը մարդկանց, որ շիիզմը առհասարակ, որ այդ մուսուլմանների հետ ինչ որ ճյուղավորումն է, շիիզմը ճիշտ մեր եկեղեցու պես է, որ ազգային բնույթ ունի, այսինքն Եթե մենք հայ առաքելական եկեղեցին շիիզմը ստեղծվել է որպեսզի պարսիկները չխառնվեն, պարսիկներին յուրահատուկ աղ է դրա համար հիմա այս ադրբեջանցիները շիա են, որտեղ Ադրբեջանը իրականում Պարսկաստանին է։ Երկու տարբերակ կար, չէ՞, մեկը սուննին ու շինեն, չէ, ավելի տարածվածներն են կամ վահաբիները, որ դրանք ավելի են բաներն են, Սաուդական Արաբիաները, օրինակ վահաբի են, որ ամենաֆանատիկն են։ Հիմա ես հետաքրքիր ես հիմա մի հատ չամենակիչն են շիեները։ Նայեք Լիբանանի մուսուլմաններն են, Իրաքի մուսուլմաններն են, Պարսկաստանի ու Ադրբեջանի, եթե կարելի է նրանց համարել իհարկե։ Դες հիմա մի հատ քեզ բան ասեմ, Իրանի իսլամական ռեժիմը
միայն վերջի 300 տարվա մեջ միակ ռեժիմն է եղել, որ Պարսկաստանից մի սանտիմետր հող չի տվել։ Այսինքն շահի ժամանակ Բահրեյնն է առանձնացել։ Շահի հոր ժամանակ Նախիջևանն են տվել, որ եթե դա չտար մեր վիճակը вообще ուրիշ էր լինելու։ Նախքան այդ Ղաջարներն են եղել Աֆղանիստանը, Ղաթարը, Օմանը, սա հիմա դուք մի հատ պատկերացրեք Աֆղանիստան, Բահրեյն, Ղաթար, ինչքան տարբեր են Էմիրություններ, չէ, Էմիրությունները մնում էր Պարսկաստանին, դուք պատկերացնում եք ինչ էր կատարվում, աշխարհում էինք ապրելու, նավթն ու գազը նում էր համար մեկը։ Ու այսքան ըմբոստություն, այսքան պրոտեստ եւ այլն որ եղավ, եթե այս դիկտատորական կառույցը չլիներ, որը դիկտատոր է, որը իմ կյանքի վրա էլ շատ ազդեցություններ ունեցավ այդ իմաստով, բայց երկիրը հաստատ կմասնատվեր, որովհետեւ մեջը մինիմում 13 տարբեր էթնիկ խմբավորումներ կա, հաստատ կմասնատվեր այդ երկիրը, բայց աշխարհի ուժեղ պետությունները շատ ձեռ է տալի, որ մասնատվի։ Իհարկե, բայց կանգնեցին ու Ամերիկան նույնիսկ Թրամփը, ես չեմ ասում հաղթել է Թրամփին, բայց ամենայն դեպս Թրամփը չի ասել իր նպատակին։ Այդքանով կարելի է դրա մասին խոսալ։ Այդ աշխարհում շատ բան փոխեց։ Դե դե բան չի, ցանկացած կայսրություն ինչ որ օր ոնց որ ինքը փլուզվում է։ Ոնց որ բանը, չէ, հարցը, դե բարձ է որ շուտ էր, բայց չէ, հենց այդ բանն էր որ Ռուսաստանը նկատի ունեի, թող փլուզվի։ Էն էլ չի փլուզվի։ Չի փլուզվի, կփլուզվի։ Դա էլ է, ոնց որ գիտես ոնց է պատմության մեջ ցիկլեր կան, երբ որ Ռուսաստանը ցենց հասնում է իր աբսուրդ վիճակի, սա մտածում են դե վերջ, արդեն վերջն է, հետո մեկ էլ էլի նորից ինքը վերածնվում է ու նորից ուժեղանում է։ Այդ չի նշանակում որ այս անգամ էլ տենց կլինի, բայց հələ որ միշտ տենց է եղել։ Ես ցենց հարցերում միշտ մի հատ բան եմ հիշում, գենետիկ հիշողություն։ Այ գենետիկ հիշողությունը շատ կարևոր բան է։ Այսինքն օրինակ թուրքերը հիմա ճկունությամբ էդի պահում են, բայց դա իրենց գենետիկ հիշողությունը չի։ Իրենց գենետիկ հիշողությունը Թեյմուրի, Օթոմանի դրանց հիշողությունն է։ Այսինքն Էրդողանը գլուխը դրավ ցած Թուրքիային ինչ-որ բան սպասվում է։ Բայց Պարսկաստան օրինակ սաղ մտածում են, որ Այաթոլլահին խփեն, վերջացել է ամեն ինչը, ընդ որում չհասկացան, որ Այաթոլլահ չի։ Կառույցն է։ Կառույցն արդեն ձևավորված է։ Եթե չեմ սխալվում, մոտավորապես 130 բարձրաստիճան մարդու են խփել։ Չի վերջացել այդ կառույցը։ Ու չի էլ վերջանում, չի կարա վերջանալ։ Կառույցն է, ժողովրդի համար լավ լինի, ես չեմ ուզում խորանալ մի խոսքով։ Բանա, լսի, լավ, մենք ընկոն գնանք այդ թեմաներից, որտեղ ես մի քիչ վախում եմ շատ խորանանք, որտեղ նավշակի եթե մեզ տենց էլի Պարսկաստանից մարդիկ նայեն, որ Նախ ռեսպեկտ եթե Պարսկաստանից նայում եք։ Լիքը ցավա բերես ռեժիմը մարդկանց համար ու ես չեմ ուզում որ տենց թվա որ մենք փառաբանում ենք այդ ռեժիմը։ Չենք փառաբանում։ Իհարկե ինքը շատ ոչ մի ռեժիմ չենք փառաբանում, հա։ Ոչ իմ, հա, ես ուզում եի իմանալ դու կինոյում աշխատել ես, ինքը բացի ստեղ էլի։ Չէ, ստեղ։ Չէ, ստեղ չեմ աշխատում։ Բայց դա կրաշ չես։ Ուզում եմ անել, բայց կանեմ իմ պայմաններով, իմ ձևերով, իմ սաստավով ու կբերեմ երևի դրսից։ Դերասաններում ասում չեմ խոսում բնականաբար։ Իրանից նկատի ունես դրսից։ Երևի։ Որը տես բավականին զարգացած է։ Ինչ կբերես ընդից։ Բաբամ իրանահայ դերասան։ Չէ, նվերը խաղալու է գլխավոր դերը։ Նվերը նույնիսկ կարող է երկու դեր խաղալ։ Կեստ եմ դրաշ։ Թե տղամարդ ինքը խաղա թե կինը, Malcolm and Marie նման կարող է սեվացնել։ Չէ, հումոր եմ անում։ Չէ, մի շարք մասնագետների 100% ընդերից կբերեմ։ Որտեվ նայեք, այստեղ բանը հարգելով բոլորին, նայեք կինոն իմ համար այն ոլորտն է, որ չեմ ուզում մտնել կոմերցիալ։ Ուզում եմ կինոն անել այն, ինչ որ ես ասելիք ունեմ։ Հիմա այստեղ օրինակ մնայի մեջ մի քիչ ծիծաղեցնում եմ, մի քիչ խնդեցնում եմ ոնց։ Մի քիչ լացացնում եմ, ասելիքս տակից ասում եմ, բլոկադայում ուղիղ եմ ասում։ Իսկ բայց էլի մի քիչ մարդկանց լարերի, բան հոգու լարերի հետ եմ խաղում։ Բայց կինոն այն ժամանակ կանեմ, երբ որ պատրաստ եմ ու գիտեմ անելու եմ, որ չվախենամ դրա փող աշխատել, չաշխատելուց։ Լսի, բայց կինոյի մեջ չես զգուշանում, որ համ պրոդյուսեր, համ ռեժիսոր էլի լինելու պահ էլի։ Նայեք, ես մի հատ ընդհանուր բան ասեմ ժողովուրդ, մենք որպես հայ։ Լսի, գիտեք, չէ, սենց սեթոնինադու է անում, որ զվուկը չգրվի։ Մենք որպես հայ դիալոգ անելու ունակություն չունենք։ Դրա համար մեր թատրոնը եւ կինոն համաշխարհային տեղ մտնելու համար շատ մեծ խնդրեմ ունի։ Այսինքն դες իբր ասել եմ մի անգամ էլ, բայց նորից եմ ասում, մեր մոտ
հենց այդ որ կուսակցությունները հավաքված են մի անձի շուրջ։ Սեղանները երբ որ բացում է մի հատ համադա խոսում է ոչ ոք իրավունք չունի էլ բացի համադան խոսա։ Չգիտեմ, դրանք բոլորը բերում են մոնոլոգ։ Դրանք բերում են մոնոլոգ։ Մեր ամենակարկառուն ներկայացումները վերջի 35 տարվա մեջ եղել են գեղարվեստական ձևավորումներ, որի մեջ մի հատ պերսոնաժ ինչ-որ բան է ասում, որ вообще ոչ մեկի այդ անտագոնիստ, պրոտագոնիստ չունի, ինքը իր ամեն խոսում է։ Վարդան Պետրոսյան։ Իմ շատ սիրելի Արմեն Համբարձումյանի մտածած, Արթուր Սահակյանի բեմադրած, Վահրամ Սահակյանի գրած ու իմ սիրասուն, իմ սիրելի մեծություն, իմ քավոր Հրանտ Արամիչի միակուլպա։ Վերջում ինչ է, այնտեղ ով ու մետ է կռվում։ Մի հոգի կանգնում է վերջում մեսեջ է տալիս։ Այսինքն գիտեք ինչ է շատ սիրուն, շատ գեղարվեստական Սահակյանը մեծություն է բանի Վարամիրա երթին, Արթուր Սահակյանը անկրկնելի երևույթ։ Ինչ որ տենց է պետքա տենց։ Բայց դուք գիտեք ոնց է միտինգը կարելի էր վերել այնտեղ։ Այսինքն դու պատկերացրու շատ սիրուն միտինգ է։ Ոչ նա եղել այդ ներկայացման, բայց թե դու խոսում ես հիմա նույն բանը, ես հիմա կինոների մեջ եմ խոսում, օրինակ մի անգամ ես ասեցի, ասի մի հատ ինձ ասեք բան, մեր քո կարծիքով բանը, անկախ Հայաստանի ամենաճիշտ ֆիլմը որն է։ Պատկերացնում չունեմ։ Ես կամենա ինչա։ Մեր բակը։ Որ սկեչների բան է, ցավոք տանում, այսինքն դու սկեչները լավ օրինակ բերեցիր, բայց մեր բակը, երևի հա ծիծաղելու համար ես արել։ Չգիտեմ, չէ, ես փոքր էի, ես լիքը լավ հիշողություններ ունեմ այդ ֆիլմի հետ, չեմ կարող։ Հիմա խոսանք բան։ Չէ, որպես սցենարիստ չգիտեմ։ Լավ, օքեյ, հա, դրանք ես շատ քիչ եմ հաղորդում։ Ես շատ քիչ եմ նայել, դրա համար ես չեմ կարող ասել։ Ես չեմ կարող հստակ ասեմ, որտեղ քիչ եմ։ Կռիվը նայել ես։ Չէ։ Երկրորդը թե առաջինը։ Առաջինը։ Հա, նայել ես։ Օրինակ կյանքու կռիվը սցենարիստական իմաստով մեր Մկրտչյանը շատ ծավալվել է, հա։ Չէ, շատ լավ է բերել ժողովրդին գցե դրա մեջ։ Ես հիշում եմ մարդիկ դուրս էին գալիս հուզված եւ այլն եւ այլն, ինչ նման է Կալբասան այն ժամանակվա Կալբասային, ինչ նման է Շորը, ինչ նման է Բրիչոսկեն եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց օրինակ ես այնտեղ շատ մտածում եմ, որ արդյոք այնտեղ անտագոնիստ, պրոտագոնիստը այնտեղ Սամվել Թադևոսյանի կռիվը ինքը իր հետ էր, թե կռիվներ հայ ժողովրդի եւ ադրբեջանցիների, թե կռիվներ հայ ժողովրդի ներքին։ Սամվելն էլ շատ ուժեղ ասեմ, նայեք ինչ եմ ուզում ասեմ, շատ լավ կինո է։ Մեր Մկրտչյանը մեղավոր չի։ Ես մեր հոգեբանության ես չեմ ներողը, հանգիստ կարաս չեմ ներում։ Բայց հարցը հետեւյալն է, որ մենք պրոբլեմ ունենք ժողովուրդը դիալոգ իրար լսելու, իրար պատասխան։ Հենց հիմա մենք իրար հետ խոսում ենք, մեկ իրար հարցերի պատասխան չենք տալիս, լայից մտնում ենք ներս։ Լսի շատ տակի բան ասիր, ես դրա մասին երբեք չէի մտածել։ Նվերը խոսում է դրանից, ես խոսում եմ ուրիշ բանից, ու գիտես ինչի, մենք հետաքրքիր լինելու համար ենք խոսում, բայց մեկ թվում է, որ դու մի հարց ես տալի, ես ընդհանրապես ուրիշ բանի պատասխան եմ տալիս քեզ։ Կա տենց բան, շատ եմ իմ նվերի մոտ շատ է տենց բան լինում հաստատ։ Շատ է բան ասի, որտեվ ես ակնհայտորեն տենում եի, որ խնդիր կա ավելին ասեմ, ես գրելուց դիալոգ զգում էի, որ ինչ որ բան չի ստացվում, տենց իմ առաջին մտածելակերպն էր, որ ես քան որ լավ չեմ տիրապետում հայերեն տենց իր բազմազանությամբ դիալոգում սա պետք է ամեն մեկը իր ձևով խոսա, պետք է տարբերես։ Դու պետք է տարբերես, որ այս մարդը տարբեր կյանք է ունեցել, տարբեր մարդիկ որ տարբեր կյանք են ունում, տարբեր ձև են խոսում, տարբեր կոնֆիգուրացիա ունեն բառերի։ Դրա համար ես մեր պրոդյուսերի հետ էի գրում Կարեն Ծատուրյան, որը տենց ինքը համ զուգավոր ինժեներ էր, համ բան, ու ինքը այնքան մարդու ձեն ունի իր գլխում, որ ինքը սենց փնտալով սենց արտաբերում էր ճիշտ ձեները։ Բայց մեկը ես զգում եմ, որ մի բան այն չի։ Ու ես հիմա հիշեցի, որ իմ սիրած ռեժիսորներից մեկը Նոյ Բաումբախը ինքը այդ հարցը ուրիշ ձև էր լուծել։ Ինքը մի հատ կինո ունի, կոչվում է История семьи Մոյրովից, չգիտեմ ոնց անգլերով, բայց իմաստի չէ, այնտեղ խոսում է հրեական ընտանիք, հա։ Ու իրանք խոսալուց այդ խնդիրը իրանց մոտ կա, ու ինքը այդ հակառակը ուժեղացրել է։ Օրինակ հեր ու տղեն բաբշե չեն լսում իրար։ Հա, հեր ու տղեն խոսում են, այս տղեն բան է, բիզնեսով է զբաղվում, շատ հաջողված է, հերը բան է, նկարիչ է, ահա այդ։ Ու հերը իհարկե զզում է, որ իր տղեն գնացել է կոմերսա դարել, այս տղեն ուզում է ապացուցի իր հորը, որ ինքը ինչ որ բան արժանի է։
ամեն մեկը էսի խոսում է իր ներկա բան իր ցուցահանդեսից է խոսում ցուցահանդեսը բան քուրը տեսա բան այսօր իր բիզնեսից է խոսում իրար չեն պատասխանում իրանք իրար հետ դիալոգի մեջ չեն բայց իրականում դու ասում ես որ այս դիալոգը ուղղակի ուրիշ լեվելի վրա ինքը գնում ես հեր ու տղա իրար չեն կարող անցել է բտանեմետի ինտելեկտի սահմանը անցել ես խոսում եմ այն 0-ի մասին որ չեն գասել չէ ուղղակի չէ այդ մտքի բերեց էլի որ կարող է այդ դրա մեջ պետք է լուծումը գտնենք որ ոչ թե մենք փորձենք դզենք այդ ամեն ինչը այլ հասկանանք ոնց է ցավ որովհետև ես մինչև հիմա չէի հասկանում այս հետաքրքիր տեղին զուգավորեցիր ու փորձես այդ ոնց որ ընդգծես էլի եթե տենցա ուրեմն պետք է ընդգծես կինոն դժվար է դասի ասացիր Կարեն Ծատուրյան Կարինե Ծատուրյանին խնդրում եմ բեր քո ներկայացումներից մեկի մեջ չես փոշմանի սա Կարինե Ծատուրյան իմ տարերքն է ինքը բանը հանճար է ինքը հայ դերասանուհի է թատրոնի ցանկապատը կարող է նայել ես չէ այդտեղից կարող է իմանալ ոչմ Կարինես շատ եմ սիրում Կարինից Կարեն մի երկու անգամ դեռ ստենդափ 2 տարի մեծ լեյ փսակվելու է հետո 2 տարիներ խանգարվել Դες դու երբևէ ինչ-որ դասական բան բեմադրել ես Թեհրանում Բեթհովեն Չէ Չեխովի արշն ու առաջարկությունն են բեմադրել երազանքս է Չեխովի Թեհրանում Պարսկերենում Չեխ բան Իվանովն է երազանքս բեմադրում երազանք ունեմ նովելարան վրան սարքել պիես շատ դժվար բան там նոյ Բայց կստացի ChatGPT-ին քո մասին մի քանի բան ասեց, որ ինձ հետաքրքիր է իրոք դա տենց, հա, որ Իրանում դու ավելի լուրջ ներկայացումներ ես արել, այսինքն կոմեդիա չես արել, տրագիկոմեդիա չես արել։ Պարսկերենով այո։ Ողբ ես արել, չգիտեմ, ընդեղ։ Ես ողբը ավելի լավ եմ անում։ Այ էդ էի ուզում, դրան էի ուզում բերեի, որ ողբը քո մոտ շատ ուժեղ է ստացվում, չգիտեմ, տենց։ Որտեղ նայ ողբը իմ կարծիքով երբ կոմեդիան շատանում է, չափն անցնում է, դառնում է ողբ։ Այսինքն նայեք դրա այնց Չեխովի բաներն են, էլի, ասենք լիքը գործեր կա Չեխովի, որ իրանց թվում է որ դրանք օրինակ Բալենու այգին բոլորը կարծում են դրամա չի, խնդալու է։ Այդ բանն է, էլի, որ Աշոտ Ղազարյանը վերջում լացելով ասում է, հրանտ, նայ, փիղը մտնում է մրջինների ռեստորան։ Էդ է, էլի, որ կոմեդիան դառնում է ողբի տոնում։ Մենք եթե հիմա ուզենանք, ես կարծում եմ մենք հիմա այն 10-ամյակում ենք սկսել արդեն ապրել, որ մեր ժողովուրդ արդեն կոմեդիաներից յան կտա։ Այդ ժամանակն է։ Հիմա աշխարհում էլ տենդենց կա, որ կատեգորիկ կոմեդիաներ չեն գնում են դեպի նկարվում, էլի, հա, տենց կոմեդիա չի նկարվում, հաստատ կա, որ վերջի կոմեդիան, որ տենց բարձր տեղեր, բայց Մալչիշնիկ Լվեգիսներ, բայց որը տենց քանի տարի առաջ էր արդեն, այդ ժանրը վերացել է։ 10-ից ավել տարի երևի չկա։ Հիմա մենք տենում ենք մի քանի մելոդրամա է։ Այդ scary movie-ն ենք տենում, այդ բանը Naked Gun-ը հետը նեկե, բայց այդ ավելի շատ նոստալգիայի վրա խաղալա, քան թե այդ ժանրի։ Հիմա հորրն է top ժանրերից դարել մեկ էլ։ Օրինակ Sinners-ը նայեցիր դու բան հասկացար Sinners-ից։ Լսի մի քանի բան հասկացա, բայց այդքան էլ դուրս չեկավ։ Չէ, բայց մեջ օրինակ շովինիստական բան չզգացիր։ Դե ինքը բանի ռասիզմի մասին էր, իհարկե զգացի, բայց ուրեմն ասեմ դա նպատակ ուներ։ Հակառակ կողմից չզգացիր ամենը չէ։ Չէ, չի ասի, մի քիչ կար, բայց ինքը գիտես ոնց է, ինքը այդ որ իրանք այդպես սպիտակները երգում են բանտած կադրի, հա, մի քիչ կար այդ կարիկատուրնից դրա մեջ, բայց մյուս կողմից ես հասկանում եմ, որ դե իրանք էլ ընդգծում են, որ այս սենց է սովորաբար, դուք էլ սենց եք անում, էլի մենք էլ հիմա սենց կանենք, տեսեք ոնց է։ Բաներ են անում, դաժե այդպես վախեցնում կամ այդպես լսեցնել են տալիս աշխարհին, որ մեկը բանը մենք ենք ուժեղները։ Դե մեկը մասոններն են, էլի։ Չգիտեմ, լիքը այտենց ընդ մշակույթային հետաքրքիր բան են, բայց այդ կինոն իմ համար լիքը խնդիր ուներ ինքը ավելի շատ պրետենզիա ուներ։ Վերջերս ինչ Օսկար շահումը քաղաքական բան կա մեջ։ Դե վերջ ինձ թվում է միշտ տենց էր, միշտ տենց էր։ Կանորան էլ է նույնը, էլի։ Ֆուտբոլը։ Կանորայի մեջի բոլոր փչացածները ռուս էին։ Նենցա մի հատ էլ կա տատն միշտ էլ տենց էր։ Բան փչացածի տատն է ռուս։ Ինքը ամերիկացի էր, բայց ինչ որ Պրոստը ինձ ինչն է ներվայացրել միշտ այդ խորհրդության մեջ, որ Օսկարը երբանից է այդպես կարևոր բան։ Ինքը կարևոր է մենակ ներսի մշակույթի համար։ Մասոններն են ասում են։ Այսինքն ինչ որ մեկ բան Օսկար ստացավ, ինքը 1 միլիոն ավել արժի։ Էդ է Օսկարի ցաղ իմաստը։ Ինքը իսկական մշակույթային նվաճում չի, երբեք չի։ Չէ, դե չէ։ Օրինակ Սաշա ապեր բանը երկարատևի վրա դա ռեյթինգից բացի պատմություն ձևավորող բան է, որ նայես։ Որպես փաստ մենք այտենց ես օրինակ լիքը ես որպես օրենք բոլոր ընկերները որ ինչ տարիում
Երևի միակ օսկարակիր կինոն, որ ես այդ ժամանակներում չեմ տեսել իրան համահունչ կինո, բանն էր Life is Beautiful-ն էր Բենինի։ այդ վերջնա։ Հա, այսինքն այդ ժամանակ չկար իրան կարող բան։ Թե չէ հետո բաները ինչ նայում ես այդ տարվա մեջ ավելի լավ կինո։ Խոսքի բանա, այտենց շատ են խոսում տենց 99-98 թվականների մասին, որ այտենց շատ լավ ժամանակաշրջան կինո, իրականում տենց ժամանակաշրջանները շատ են եղել պատմության մեջ, ինքը էլի ցիկլ է Հոլիվուդի մեջ։ Ուղղակի ոչ թե կինոյում, հա, այլ արվեստում։ Չէ, ասած ինչն է, չէ, հենց կինոյի մասին է խոսքը, որ այդ թվերի օսկարակիր սաղ ֆիլմերը մոռացվել են։ Սա հիշում են Matrix-ը, Shawshank Redemption-ը, սա այդ կինոների շուն, իրանց ոչ մեկը даже նոմինացիա չի ստացել։ Okay, հա, չի ստացել։ Այդ կինոները իրանք գտել, պեղել են։ Ստացի Matrix-ը նոր էլի են նկարելու ոնց որ։ Խաղում ես դու։ Դե ուրեմն չեմ նայել։ Կներես դվել։ Չէ, բանա, այդ Օսկարը ինքը շատ բիզնեսի մասին է, քաղաքականության մասին է, ինքը իսկական կինոպրեմիա չի ու շատ վաղուց ես այդ լավ, okay, իր ալտերնատիվը որն է, որ իսկական է։ Ոսկե ծիրան։ Էլ Անահիտը մեծ մասով սաղ Խազեր կա չէ՞ մի։ Խազեր, այ խազերը շատ տենց հետաքրքիր նույնիսկ կաները, նույնիսկ Վենետիկը, իրանք սաղ մեկը բանա, ծանոթ բարեկամ վիճակը ամենտեղ, ինքը ինչ որ մակարդակի մեկը okay, դա։ Էլի կաներում, հա, ինչ որ նվաճումներ տեղ են գտնում, ինչ որ շատ ռադիկալ։ Բայց կանում էլ ես Պարսկաստանի կողմից ասեմ, ինչ կինո, Պարսկաստանից կանաշահը նկարողը իշխանությունների հետ խնդրեմ ունեցել։ Հա, ակնհայտ։ Բոլոր։ Դե կարելի է ենթադրել, որ մարդիկ, որոնք տենց իշխանության խնդրեմ ունեցել, որ մարդիկ, որոնք տենց ըմբոստ հոգի ունեն, իրանք նաև լավ արվեստագործ են, կարա տենց կորելացիա լինի։ Դե հիմնականում բայց տենց է լինում, է։ Հա, այդ եմ ասում էլի։ Կարա տենց լինի, բայց էլի իհարկե Վենետիկն է։ Հիմա այստեղ նստած արվեստագետ ունենք, որ չէ, բոլորը օլիգարխ են, չէ։ Չէ, բոլորը օլիգարխ են։ Նստածնային մի բան էլ։ Լսի բանը, այս մի 3 օր առաջ, 4 օր առաջ Սերգոն մեր ընկերներից է, ինքը Սվետավիկ է, գաֆերը կարելի ասել։ ՀՄԿ-ը հիմա սկսել է նոր պրոյեկտ, սերիալ են նկարում, շուտ մեծ մասշտաբային sense բան են նկարում։ Մի խոսքով, այդ չի կարևորը։ Ինքը ինդիվիդուում քաստինգից այդտեղ աշխատողներից մարդ կա, Սոնան, հա, բարև Սոնա ջան։ Բանը կարող է странնի է, որ այս դեպքը պատմեմ, բայց իմ համար հետաքրքիր է ինչ արձագանք է, էլի вообще Ոչմ թեման են, որ ես ոդքասթներից բազմիցս տենց ասել եմ, որ casting ստուդիաները լավ չեն աշխատում, մի քանի բաներ եմ ցիտել, հա, խիա սենց, ինչ որ ոդքասթը խոսում ենք, էլի, հա, ոնց կխոսամ Դավթյալի մասին, ոնց կխոսամ, չգիտեմ, ստենդափի մասին, նույն ձևը լետի։ Ու բանը Սոնային ոնց որ ցույց է տվել իմ նկարը, բախի չեք կանչում իրան դերասանը։ Ասել է բանը, հա, նվերն է։ Ասել է, հա, բախի չեք կանչում, ասել է դե ինքը չի սիրում ինդիվիդուում casting-ին։ Նու ես վերցրել գրել եմ Սոնային, էլի ասում եմ Սոն ջան, սենց ես ինդիվիդուում casting-ի դեմ բան չունեմ։ Զուտ ասել եմ խնդիրները, էլի, ինչն է խնդիր, խոսքի, ինչը կարա խնդրի բերի, էլի, չերեզ այդ թե չէ նենցա կանչեք խաղամ։ Թե չէ ես կխաղացնեմ։ Չէ, բրո սպասում է։ Հա, Սերգոն ասում է գնացի ասի բան, նվերին վերցրեք, էլի, բան։ Թե չէ մենք ենք կաշվել։ Ասում դեպի վերցրեք, ասում դե մենք կանչեիք, ինքը չի գա, պրոստը կվերվասի խոսում։ Հենց որ սպասեք ինձ։ Բայց տենում ես նվեր, այդտենց դու քո կարիերան ավիրեցիր, մի երկու հատ անիմաստ կատակով։ Մարդը էլի գործ են անում։ Լավ, Բասետ ջան, դու ինչ կասես այդ թեմայով։ Ինչ թեմա։ Ինձ ինչ ես առաջարկում։ Ես որ հասնեմ այն մակարդակի, որ Համլետ բեմադրեմ, ես կկանչում։ Ես չեմ սիրում Համլետ։ Որպես Յորիկ։ Իսկ կտորմը երկինքը եթե բեմականաս։ Թորիկ, որպես Թորիկ հա։ Որպես Յորիկ չէ։ Իսկ նահապետը բան, ղուշերի հետ լավ ես։ Ղուշ խաղայ։ Չէ, ղուշ ինքը չէ, ղուշ ավելի սիրուն է։ Բան, ապեր կկանչենք։ Թեման կարաս փոխել։ Ապա միշտ sense են ասում։ Չեն կանչում, լավ։ Էսա որ ասում դիալոգ չի լինում։ Բարամ Սահակյանն ասում է, լավ է ոբշն։ Յոժը ասում։ Ալա այնօր մտել եմ գրախանութ, Յոժի գիրքը գտել եմ։ Հա, Սիրոժիկա։ Հա, ու sense մտածում եմ զանգեմ, չզանգեցի իտոք։ Լավ էլի, շատ խնդար։ Բայց էտա որոշել եմ գնամ նորից զանգեմ։ Խոսմենք բան ասել էր, բան կնվերես, ինձ գիրքը ասում է չունեմ, մտի խանութ ու առնելուց ինձ զանգի։ Ես իդրամ կարգես։ Ասում ես ինչ լեգենդար պատմություն էլի, որ մտնում ես խանութ վաճառողի տեսանկյունից էլի, մտածած կզանգում եղնակին ասում է առի ձեզ։ Ես դա ծեր ունեմ, որ գրողը հենց գրողը իր գիրքը ինձ նվիրի ու մակագրի տա բան, դաժե այն օրը Էդգարին ասում եմ ունես այդ գրքից, նույն տիպա շատ դժվար գտնվող է բան, հիմա գտել եմ Մեգամոլում կա, պետքա գնամ ընդեղից առնեմ։ Հա։
Որփանոցը։ Կստացի բան, կարդացել ես Որփանոցը։ Այո։ Ինչ խի են իրան արգելել։ Ուրիշ հարց ունենք հապեր։ Էդգարին շատ լավ ընկերն է, շատ լավ գիրք է դրա մասին չի։ Բայց բանը Ծատուրյանը էդ էր ուզում բեմադրել, ճիշտ եմ հիշում։ Նիկոլայ Ծատուրյանը։ Հա, որ ինչ որ թեմաներ կանգնեց, որ չէին թողում։ Ինչ կուրսի չեմ։ Ոչ եմ, տենց հետաքրքիր գիրք է։ Չէ, լավ գիրք է, շատ լավ գիրք։ Որփանոց։ Երկին վերջերս կարդացած ամենալավ հայերեն գիրքը Վարդանյան Արմենի մի անգամ Երևանումն է։ Որ ես 90-ականներին մի երևի մի երկու շաբաթ եմ Երևանում ապրել, եմ վախ որ փողոցում բենզին էին ծախում կանեստորով։ Ես առաջի տեսան որ Երևանից հիշում եմ, ես Պանթեոնն է, այն որ Երևան մոլ չհասած բանկա չէ գերեզմանոց։ Բանի մի խոսքով դրա ծառերն էին կտրում մարդիկ տանում են, որ առաջի տեսան եմ ես տեսան։ Ու տենց այդ գիրքը ես բան կինոների վրա չեմ լացում, գրքի վրա լացել եմ ու իմ ընկերն է գրել ու գրելու process-ին ինձ պատմում էր որ ինչա։ Գրելու process-ին ես ներկա եղա այդ գիրքը գրելու օֆիսում էի։ Ինչ կայֆ։ Արմենին եթե դուք համարում եք միայն հումորիստ, կարդացեք այդ գիրքը, որտեղ այդ գիրքը իմ կարծիքով էս վերջի տարիների լավագույն գիրքն է։ Թույն շատ կայֆ։ Ու AI-ով գրված չի։ Այդ շատ կարևոր է։ Որտեղ կան էլի ասենք։ Դե շատ էլ որ բեսթելեր կարա դառնա։ Մեկ էլ տենում ես բանը, գրած է ես կուզեի նվեր ունենալ քեզ համար։ Իսկական նվեր էլի, ոչ թե մարդարից։ Բանը ու այդ երևում է էլի անգլերեն գրվել է, մոռացել է թարգմանությունը։ Ինչ է։ Ստորակետը չեն դրել դաժե։ Հա։ Լավ, մենու ժամանակը սպառվեց, ցավոք, հա։ Oh my god։ Բայց կայֆայի վրա ռեկոմենդացիա գրքի, մի հատ էլ հիշացնենք որ ամսի 26-ին լինել է։ Ձեզ ունես ինչ որ բան ասելու, եթե կա ինչ որ բան ասելու։ Վերջին խոսքը 26-ին ունեմ մնա ներկայացումը։ 30-ին բլոկադա։ Հա։ Մենք եք աշխատենք լինենք 26-ին։ Գրեք իմ Instagram-ին տոմսերը կդասավորեմ։ Եկեք թատրոն գրքեր կարդացեք ու AI մի օգտագործեք։